Խաչին վրա վերջին անգամ ինձ համար աղոթեցիր Ապից գանված անունս գրվեց Արյան շիթել մեղքերս մաքրեց Ինչպես ապրեմ ես առանց քեզ Ռաբի, Ռաբի, Ռաբի Ինչպես ապրեմ ես առանց քեզ Այդ կոստերն է որ գտավ մեզ Այդ կոստերն է որ գտավ մեզ Ծնողներս ինձ ատեցին Անվան համար հալացեցին Ընկած էի ծեծված լքված Ցավից դարիր ձերքետ խոցված Ինչպես ապրեմ ես առանց քեզ Ռաբի, Ռաբի, Ռաբի Ինչպես ապրեմ ես առանց քեզ Այդ կոստերն է որ գտավ մեզ Այդ կոստերն է որ գտավ մեզ Իմ ամենանոթ էվան քեզ եմ գալիս իմ բարեկամ ով ուզում է թողից ադի ես պիտի երգեմ Հիսուս արի Ինչպես ապրեմ ես առանց քեզ Ռաբի, Ռաբի, Ռաբի Ինչպես ապրեմ ես առանց քեզ Այդ կոստերն է որ գտավ մեզ Այդ կոստերն է որ գտավ մեզ Խաչին ճամփան ուրել տանի Միայն լինեն քեզ արժանի Հոգիս տալուց Ռաբի կանչել Խոցված ձերքերիդ մեջ հանգչել Ինչպես ապրեմ ես առանց քեզ Ռաբի, Ռաբի, Ռաբի Ինչպես ապրեմ ես առանց քեզ Այդ կոստերն է որ գտավ մեզ 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 Սիրելի քույր եղբայրներ, սրտի խորքից փառք տանք Աստծուն։ Փառք մեր երկնային Հորը իր ամեծ սիրո եւ ողորմությունների համար, որ ամեն ժամանակ, ամեն ատեն մեզ այցելում է, մեզ մխիթարելու, սովորեցնելու, կրթելու եւ դաստիարակելու։ Այստեղ մեր գործը կա, որ մենք սրտանց խոնարհվենք Տիրոջ առաջ, անմնացորդ կանք Տիրոջ առաջ եւ մեր սրտերը բացենք Աստծո առաջ։ Որովհետև սրտակետ Աստված ամեն բան գիտի։ Գիտե մեր սրտերը, գիտե մեր նստելը, գիտե մեր վերկենալը եւ ամեն բան ինքը կքննե։ Մարդու ուղն ու ցուցկը կքննե։ Ես ուզում եմ, որ մեր հավաքույթը սկսելուց առաջ ես մի քանի խոսք կարդամ, որ
Սուրբ գրքում գրված է ժողովողի 3-րդ գլխում, որ ամեն բանի ժամանակը կա ու երկնքի տակ եղող ամեն գործի ժամանակը, ծնանելու ժամանակ եւ մեռնելու ժամանակ, տնկելու ժամանակ ու տնկածը խլելու ժամանակ, մեռնելու ժամանակ եւ բժշկելու ժամանակ, փլցնելու ժամանակ եւ շինելու ժամանակ, լալու ժամանակ եւ ծիծաղելու ժամանակ, սու կնելու ժամանակ եւ կակավելու ժամանակ, քարերը դուրս նետելու ժամանակ, գրկելու ժամանակ, գրկելեն հեռացնելու ժամանակ, փնտրելու ժամանակ, կորսնցնելու ժամանակ, պահելու ժամանակ եւ դուրս ձգելու ժամանակ, պատրելու ժամանակ եւ կարելու ժամանակ, լռելու ժամանակ ու խոսելու ժամանակ, սիրելու ժամանակ եւ ատելու ժամանակ, պատերազմի ժամանակ ու խաղաղության ժամանակ։ Փառք Տիրոջը, Սուրբ Գիրքը մեզ սովորացնում է, որ ամեն բանի ժամանակը կա։ Այսօր էլ մենք ապրում ենք այս ժամանակի մեջ, որ մենք տեսնում ենք երկրի երեսին ինչ է տեղի ունենում, եւ մեր սրտերը պետք է չխռովի, որ ամեն բան առանց Աստծո նախասահմանության ոչ մի բան երկրի երեսը չի լինում։ Ամեն բանից Աստված տեղյակ է եւ նրա կամքն է, որ ամեն ժամանակ հայտնում է իր ժողովրդին։ Միայն մեզ հարկավոր է լսելու ականջ, Աստծո խոսքը ընդունելու ժամանակ եւ կատարելու ժամանակ։ Դրա համար էլ ես ուզում եմ, որ մինչև խոսքից բուն թեմային անցնելը ես ուզում եմ, որ մենք աղոթքի գանք։ Եկեք սրտանց խոնարհվենք Աստծո առաջ, բացենք մեր սրտերը, որպեսզի Տերը փառավորվի հետագա ընթացքի մեջ։ Ամեն։ Երկնային Հայր, հավիտենական Աստված, շնորհակալ ենք քեզնից այս ամեն բանի համար, որ դու թույլ ես տալիս, որ երկնքից քո օրհնությունը եւ ողորմությունը ուղարկում ես քո հուսացող զավակներին, եւ երկիրը ոռոգում ես, եւ երկիրը պտղատու ես դարձնում, եւ քո խոսքն էլ անձրնվի նման տեղում է մարդկանց վրա, որպեսզի մարդիկ քո խոսքը ընդունելով հաստատուն հավատքի մեջ, որպես զինվոր քայլեն քո հետևից, օգնի մեր հետագա ընթացքի մեջ, Տեր Աստված, մենք համաձայնվենք քո կամքին, խոնարհվենք քո աստվածային սուրբ կամքի առաջ, որպեսզի ինչ էլ որ պատահի մեզ, մենք կարողանանք սրտանց խոնարհվենք եւ ընդունենք որպես քո կողմից բարի գործակից, որովհետեւ առանց դրա մարդը չի կարող քո արտարության առջև կանգնել, որպեսզի մենք կարողանանք անմնացորդ հանձնվենք քեզ, անմնացորդ քո խոսքը կատարենք եւ լինենք սպառազինված ամեն ժամանակի մեջ լինենք պատրաստ քեզ դիմավորելու, քեզ հանդիպելու եւ քո հավիտենական հանգիստը մտնելու։ Տեր Աստված, օրհնիր քո ժողովուրդը, ել ավելի զորացրա, որովհետեւ օրերը չար են ու ժամանակները կարճ են, բայց քո հուսացող մարդը երանելի է, երբ որ մինչև վերջ համբիրի այն ամենին, որ երկրի վրա տեղալու է։ Տեր Աստված, հետագա ընթացքը օրհնիր, եղբայրներիս օրհնիր, խոսքը օրհնիր, աղոթքը օրհնիր եւ թող այս բոլոր աղոթները բարձրանան երկինք, որպես խումբ անուշահոտ լինի երկնքում եւ քո աստվածային սուրբ պատասխանը լինի ամեն քո հավատացողին։ Տեր ջան, շնորհակալ եմ այս հնարավորության համար, այս աղոթքի համար, այս խոսքի համար, դու բացանես խոսքի դուռը, մեզ էլ լսելու ականջ տաս, որպեսզի մենք լսելով լսենք ու քո խոսքը կատարենք։ Փառք քեզ, շնորհակալ ենք, փառավորում մեծարում ենք անունդ սուրբ, որին արժան ես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, Ալելույա, ամեն։ Отче наш, сущий на небесах, да святится имя Твое, да придет царство Твое, да будет воля Твоя и на земле, как на небе. Хлеб нас насущный подавай нам на каждый день и прости нам долги наши, как и мы прощаем должникам нашим. И не веди нас в искушение, но избавь нас от лукавого, ибо Твое есть царство, и сила, и слава
վավեքի ամին։ Փառք Տիրոջը, սիրելի քույր եղբայրներ։ Ես ուզում եմ նույն գլխի ժողովողի կարդամ 11-րդ խոսքը։ Այստեղ Տիրոջ խոսքը մեզ բոլորիս ասում է. «Եվ ամեն բանի ժամանակը որ կա, ամեն բանը Աստված երկրի երեսը պատրաստել ու արել է մարդկության համար, որ վայելուշ լինի»։ Գրված է 11-րդ խոսքում. «Անիկա ամեն բանի ժամանակին վայելուշ ջրավ եւ աշխարհ սար անոնց սրտի մեջ դրավ, բայց Աստծո օրած գործը մարդը չի կրնա մինչև վերջը հասկանալ»։ Սուրբ Գիրքը մեզ ասում է, սիրելի քույր եղբայրներ, մյուս թարգմանության մեջ գրված է, որ Աստված ամեն բանի ժամանակին վայելուր ջրավ եւ մարդու սրտի մեջը հավիտենականությունը ճանաչելու փափակ դրավ։ Մենք ամեն մեկս հասկանում ենք եւ մենք ամեն մեկս ճանաչում ենք, որ Աստված մարդուն չի որոշե կորսվելու համար, այլ հավիտենական փրկությունը ժառանգելու համար։ Եվ Տիրոջ խոսքը ասում է, բայց Աստծո օրած գործը մարդը չի կարողանում սկզբից մինչև վերջը հասկանալ։ Ուրեմն մեզ հարկավոր է, որ մեր սրտերը տանք Աստծո արած բոլոր գործերի համար, հասկանալու համար մենք պետք է թողնենք։ Մենք պետք է թողնենք հին մարդը, մենք պետք է հեռանանք հին մարդուց, մենք նորը պիտի հագնենք մեր վրա։ Եթե մենք ուզենանք նորը հագնենք քնի վրա, մենք այդպես ասուն հաճելի չենք կարա լինի, որովհետև ամեն բանի ժամանակը կա։ Ես սկզբից կարդացի ծնելու ժամանակ եւ մեռնելու ժամանակ կա։ Մենք ծնվել ենք ոչ թե մեր ուզելով, ոչ թե մեր կամքով ենք ծնվել եկի աշխարհ, ու ոչ էլ մեր կամքով պիտի գնանք այս աշխարհից։ Այս ամեն ինչը մեզի համար նախասահմանել է մեր ստեղծող ամենակարող Աստված։ Դրա համար մենք պետք է մեր սրտերը տանք Տիրոջը, վերենք Տիրոջ առջև, Տեր, եթե իմ սիրտս ինձ խանգարում է, փոխի այդ սիրտը, քեզ հաճելի սիրտ պատրաստի իմ մեջ, որ ես կարողանամ քեզ պաշտեմ այնպես, ինչպես քո աստվածային սուրբ կամքն է, եւ երկրի վրա էլ քո կամքը կատարեմ։ Ուրեմն սիրելի քույր եղբայրներս, մենք գիտենք, որ Տերը ուզում է, որ մենք ամնացորդ նրան պաշտենք, նրան երկրպագենք ու հանձնվենք նրա սուրբ խոսքի մեջ։ Ուրեմն ես կարդում եմ Փիլիպպեցիս, այստեղ սիրելի քույր եղբայրներ, այստեղ ես ուզում եմ Պողոս Առաքյալի այս խոսքը, որ Պողոս Առաքյալը խոսում է, որ ես ամեն բան, ինչ որ ինձի շահ էր, ես վնաս համարեցի։ Դա գրված է 3-րդ գլխի 7-րդ խոսքը, բայց ինչ որ ինձի շահ էր, զանիկա Քրիստոսի համար վնաս սեպեցի։ Ուրեմն սիրելի քույր եղբայրներ, սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի Աստծո ստեղծագործություն, մենք բոլորս նրա ստեղծագործությունն ենք։ Պողոսը այստեղ հասկացավ, ինչպես ես սկզբից կարդացի ժողովողի թղթում, որ մարդը չի կարող մինչև վերջ հասկանալ, բայց Պողոսը այստեղ, տեսեք, ես մի քիչ վերևից կարդում եմ, որ Պողոսը ներկայացնում է իրեն, թե ինչպիսի մարդ է եղել Պողոսը, թե ժամանակի ընթացքում նա ինչպիսի մարդ էր մինչև հանդիպավ Քրիստոսին։ Գործք առաքելոցի 9-րդ գլխում մենք կարդում ենք եւ գիտենք, ես ժամանակի սուղ պատճառով չեմ կարդում այդ բոլոր համարները, բայց մենք բոլորս տեղյակ ենք, Աստծո խոսքին տեղյակ ենք, սիրելի քույրերս, եղբայրներս, որ այնտեղ ինչպես Քրիստոսը հայտնվավ նրան, Պողոսի աչքերը բռնվավ եւ նա իսկույն տեղից վեր կանգնելով ասեց. «Ինչ ես ուզում, որ ես անեմ, Տեր»։ Նա հասկացավ, որ իրեն հետ խոսում է Տերը, եւ Պողոսը դարձի եկավ։ Եվ Պողոսը այստեղ ասում է այն ինչ որ ինձի շահ էր, ես վնաս համարեցի։ Մենք տեսնում ենք, թե ինչ կար Պողոսի շահը որն էր, Պողոսը ինչ շահ ուներ։ Նա ասում է. ես 8 օրվա թլպատված Իսրայելի ազգից, Բենամինի ցեղից, եբրայեցիների օրենքին նայելով փարիսեցի, նախանձավոր ըլլալու կողմանեն եկեղեցին կհալածեի, օրենքի արտարության կողմեն էլ անարատ էի։ Մենք տեսնում ենք նա իշխան մարդ էր, նահակի մեծ եւ հզոր մարդ էր։ Այդ ժամանակի ընթացքում եբրայեցիների մեջ, փարիսեցիների մեջ փարիսեցի, նա օրինապաշտ մարդ էր եւ ասում է արտարության կողմեն էլ
անարատ էի եւ նախանցավոր էի իմ բոլոր ունեցած այս պաշտմունքին ես նախանցավոր էի նա մեծ փառք ուներ նա մեծ պաշտոն ուներ նա մեծ հրապուրանք ուներ որ նրան հարգում էին այդ ժամանակվա ժողովուրդը բայց ասում է բայց ինչ որ ինձի շահ եղավ Զանիկա Քրիստոսի համար վնաս համարեցի նա թողեց այս ամեն ինչը որպեսզի Քրիստոսը շահի մեզ հարկավոր է միտք առնենք մենք ինչ ենք թողել այսօր շատ մարդկանց հետ խոսում ենք ասում է որոշ բաներ թողել եմ արդեն շատ քիչ է մնացել թողել եմ ծխելը թողել եմ խմելը թողել եմ հայելը թողել եմ ահագին վատ բաներ կա թողել եմ մնացել է շատ քիչ բան որ Քրիստոս շահեմ եղբայրս քույրս դու պետք է անմնացորդ դառնաս դու պետք է ամեն բան թողես Տեր Հիսուսը ասեց մինչև չթողնեք ձեր տուն տեղ կին երեխա եւ ձեր խաչը չվերցնեք ու իմ հետևիցս գաք դուք ինձ աշակերտ լալ չեք կարող դուք ինձի ոչ թե պաշտել ու ծառայել աշակերտ էլ չեք կարող լալ դրա համար սիրելի քույրերս ու եղբայրներս ես մի քիչ էլ տակից կկարտամ 8-րդ համարում եւ իրար բոլոր բաները վնաս կհամարեմ Տիրոջ Քրիստոս Հիսուսի գերազանց գիտության համար, որու համար ամեն բանն զրկվեցա ու աղտեղություն կսեփեմ, որպեսզի Քրիստոս շահեմ։ Փառք Տիրոջը, սիրելի եղբայրներ, մենք տեսնում ենք, որ Պողոս առաքյալը այստեղ ասում է. ես ոչ թե ափսոսում եմ, որ թողել եմ, ոչ թե ես դրա համար վատ եմ զգում, որ թողել եմ, այլ ես այդ բոլոր բաները, որ թողել եմ, նրա համար եւ աղտեղություն եմ համարում, որպեսզի Քրիստոս շահեմ, Քրիստոս ունենամ իմ սրտի մեջ, իմ կյանքի մեջ Քրիստոս ունենամ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ինչ որ բաներ, որ մենք թողնում ենք այս կյանքում, ինչ որ չարություններ, բարկություններ, սրտմտություններ եւ տարբեր խարակտերներ կան մարդու մեջ, որ որոշ բաներ թողել ես, դա շատ քիչ է, որ Քրիստոսի գիտության, գերազանց գիտությանը հասնելու, ես շատ քիչ է, որ Քրիստոս շահես, Քրիստոս շահելու համար պետք է ամեն բան թողնել, որովհետև Սուրբ Գիրքն ասում է ամեն բան իր ժամանակին Աստված ստեղծեց բարիի համար եւ Աստված ամեն բան ստեղծեց, որ մարդը ճանաչի հավիտենությունը եւ ընդունի Քրիստոսը եւ Տիրոջ խոսքը ասում է Տեր Հիսուս ասում է ես եմ կյանքը, ես եմ հարությունը, ես եմ հավիտենությունը, ես եմ ճշմարտությունը։ Մենք Քրիստոս շահելու համար, Քրիստոս մեր մեջ ունենալու համար մենք պետք է մեր օգուտը վնաս համարենք։ Եթե այսօր ինչ որ մի դիրք ունես, ինչ որ մի հարստության, փառքի կամ գործի մեջ, ինչ որ մի առաջ ընթացք ունես քո կյանքում, դու պետք է կարողանաս դրանցից հրաժարվել, դրանցից պետք է կարողանաս ազատվես, որովհետև ամեն բան աղբ եմ համարում Պողոս ասեց։ Մենք Սուրբ Գրքից գիտենք, սիրելի քույր եղբայրներս, որ Աստված նախորոք խոսեց, Աստված նախորոք մեզ ցույց տվեց, թե մենք ինչպիսի ճանապարհ պետք է անցնենք, մենք պետք է անցնենք մեր առջև դրած ասպարեզը, մեր ճանապարհում կլինեն դժվարություններ, խոչընդոտներ, մենք մեր հավատքի առաջնորդներին ու կատարողներին, մեզ խրատողներին ու սովորացնողներին պիտի նայենք, նրանց հավատքի մեջ իրանց կրած նեղություններին պետք է նայենք, եւ մենք պետք է հասկանանք, որ այս ամեն բանը, ինչ որ իրանց է պատահել, նույնը մեզ է պատահելու։ Դրա համար սիրելի քույրերս ու եղբայրներս, մեզ հարկավոր է, որ մեր վրա առնենք, ամեն բան թողենք, ամեն բան մեզ հարկավոր է թողել, աշխարհն էլ, աշխարհասիրությունն էլ, ունայնությունն էլ, գործ, ինչ որ ունես, այսօր քո ձեռքի մեջ ինչ որ ունես, կարողանաս Քրիստոսի փառքի համար դնես, որպեսզի Քրիստոս շահես։ Քրիստոս շահելու համար հարկավոր է լրիվ բոլորովին ու անմնացորդ հրաժարվել քո եսից։ Այդ դեպքում դու Քրիստոս կշահես եւ Քրիստոսի հայտնվելու ժամանակ էլ դու ամոթով չես մնա։ Թող Տիրոջ անունը փառավորի։ Երանելի է այն մարդը, Հակոբ 8:8 ասում է, երանելի է այն մարդը, որ կերպ փորձությունների մեջ է գնում, որտեղ այդ ժամանակավոր փորձությունները մեզ դեպի
ճշմարտություն, արտարություն, սրբություն, մաքրություն, համբերության ուղղում է մեզի դրա մեջ։ Կես փորձությունները դա ժամանակավոր երևույթ է, որ Քրիստոս հայտնվելու ժամանակ այդ ամենը պիտի անցնի։ Թող Տերը փառավորվի, ամեն։ Եկեք մի հատ էլ կարճ աղոթենք, որ Տերը օրհնի մեր հետագա ընթացքը։ Երկնային Հայր, շնորհակալ ենք քեզանից այս հնարավորության համար, այս հավաքույթի համար, որ մենք այսօր այստեղից կարողանում ենք ամբողջ ժողովրդի համար աղոթել, խնդրել ամեն լսողներին, Տեր Աստված, որ այս խոսքը լինի իրանց սրտի մեջ ուղեցույց, որ լինի նրանց կյանքի առաջնորդ, որ նրանք քո խոսքով առաջնորդվեն, քո խոսքին հաստատվելով, քո խոսքին հետնվելով, քո փեշը բռնած քո հետևից կան, որովհետև դու ես կյանքը, դու ես ճշմարտությունը, դու ես հավիտենությունը, դու ես դուռը, Տեր Աստված, փառք լինի քեզ, շնորհակալ ենք հետագա ընթացքը օրհնի, որի մեջ էլ փառավորվի Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ալելույա, ամեն։ شکر خدا رام
برنامه خود مزن و بلند و ایرو ام دوینا سردنه چه قیامه لم چا زار خوده هاش سر خوده هنه هاش خبر خوده هنه مرا چه لازمم بگن یا چه مرا لازمم چقا خودم برمه وکری از غازم تویز جمعتا خوده گدارا نویبم راسته ایرو سر اوی زمانی دا وکی او چکو دنید قیامه مگل را صبر لازمه یان چیه صبر یان کی جان دمید آمید کار صبر کم یان کدری او صبر ام ببینن یانیش کدری هلدن زورا گواتش قومه عمری مریا دا صبر گلکی گیر هاتیه دنگ بس خراب ام دبین مرا صبر لازمه ام که نوا تعلی دنگی مرا صبر لازمه نوا چت نای دا دیسا صبر لازمه چونکی خبر خود مهیندگه به صبر هونه ریخا خلاص کن ای ساعت سروی دنه او ری نشانی مکر وکی گریم صبر کن اویش صبر کر چونکی تشتا قرار خوده خواستنا خوده ام بغازن نغازن و بقومه سردنه او تشتی وکی خوده کفش کری عمری مدا ام بغازن نغازن گری عصب سری لینا وان تعلی دنگی دا چتنای دا صبر گلکی گیر هاتیه برناو خدا نزم و بلند و از دغازم بخونم کتاب عقوب سر 50 روز هفتم راستی رو هر مروه وکی خود ناست که خبر و خود گرتیه گری صبروی هبه چرا بنا چه اوناگا امیوی آلی کاری قواتش خبر بیروز ایج مزگنی هلدن نویساره ها آوا خوشک برانو صبر کن حتی هاتنا خودان مرا لازمه صبر کن حتی هاتنا خودان کنگی هاتنا خودان ام نزانن نویساره اوی بی چاچو ازمان ساجوی بی سردنه که حاضر بو که هویه بو اوی بوناون بی اوناگا ورا خبر خودش دویجه خوش برانو صبر کن حتی هاتنا خودان چقا وعده بکشینه چند ساله بکشینه چند روز چند ساعت ام نزانم لم تشتاکی زانش خبر خود مهینده که وکی دویجه صبر کن حتی هاتنا خودان وکی سانه دده کفشه هاتنا خودان هیه گریم صبر کن او پیرا دویجه دینا خوابت نه جودکار هیویا بری عرده به قیمته بناویه که صبر که حتی بارانا پیشن و باشن لیده جودکار چاخه عرد خودش خلده که هیویه وکی بری وی عرد خالده بارانا پیشن و باشه به حتی بر هلدانه او سار راحت بر توب ناکه چتنای را در باست بم بنه شلی شویا دادمینه بنه کسری داد دعوی دادمینه لی بباریه در رشینه چونکی بارد که وی چپکه وی توبکه اساجی مرا لازمه هم سروی دنه من خدا ناس کریه من مزگنی خاندیم زانن راستیه مزگنی من عیسا ناس کریه عیسا خاخا راستیه وکم وی مسئله هیم بم چا جودکار چاخی در رشینه ایسا جمعه لازمه صبر کن حتی وعده برده حتی حتنا خدا نمته لگا و دویجه جودکار هویا بارانا پیشن و باشنه وکسانه چتنایی و نواوی حتی برتو کنه دا چتنایی وی هبه گل درد هبه اساجی رسول خود پاولوس شاندید بجه از هبون زانم تنبون زانم بلندای زانم نمزبون زانم افتشتان عمریوی رج در باز بونه ایرو تقم عمل من در رج در باز به لما را چه لازمه صبر کن او صبر نه درمانه که وکی هری جه درمانه در فوشن بکری بینی وخوی
وکی تراد بی صبر گری مرف ایش خود بخواسته ایدو گلک ریه صبران تنه ندر سوراشی صبر تشتکی سانه گری مرف خواه بگره وی ایش خود بخواسته وکی خود اوی صبری بده و پیرا دویجه هونجی صبر کن گمان خاندانه کن چمکی حتنا خدا نزیگه مرف گاوا صبر خانداده که گمان خوش برانداد که لیورا خبر خود مهینده که دیجه هونجی صبر کن گمان خاندانه کن غازه بجه وکی خدا سوز دایه گوتیه از زودتره بیم و اکسانه وی بی و دیجه گمان خاندانه که چمکی حتنا خدا نزیگه ام پیچه زان حتنا خدا نزیگه چه کن نویس ساره و ام دوینن افتشته وکی چت قیم سردنه ایستوریای دا تشته سا تنبی اف چه که وکی حتی قوماندنه وکی دری باجی گبینه دادانه خلایی که هتی ناف جماعت هرر بیه نزانه چاپ که چه قیم سردنه لیورا وکسانه نویس سارت سری وکی نویسارت سری روش بر روش حتنا خدا نزیکه وکی روش بر روش حتنا خدا نزیکه وکسان از گمان خاندانه کم از صبر کم چا پاولوس شاندی دویجه او جفه می وی دمانی ناگاه بر رومتا وکی وی بی نتوتشته ام چه قصاش جفه ببینن لگا و او رومتا بی ام صبر کن پارامکه او نتوتشته او جفه می ناگاه برا خدا سر وقتی بدمه او بی راجی خبر خوده دویجه بینا خواجه هر دو تنگ نکن خوشک برانو که دیوانا و نبه وای حاکم پشدری سکنیه گاوا ام دوینن دنگ باز چتنای ویدنه چه قومه مرف دست بید که بینا خواه تنگ دکه خودش خوشنای وکی مرف بینا خواه تنگ دکه خودت خواسته وکی هم هر تشتی دا صبر کن او دست بید که مرف یک بینا خواه یکی دا تنگ دکه او دست بید که دویجه اوی ها گود لیورام من چا زار خوده چا گدار چا هاش سر خوده نه خبر خوده مهینده که وکیش هم بینا خواه تنگ نکن چمکی دویجه وکی دیوانا و نبه اش کتیبا پیروز دم زانن چاخه خوده جماعت اسرائیلش مصر درخست جماعت اسرائیل گل جار ریوا بینا خواه تنگ دکر جاره کی سراتی که ها نویساره وانا چاخه بینا خواه تنگ کر هرسا خوده رابو سر جماعت اسرائیل او گرد مرشان در نوا جماعت او مرا جماعت دخست او جماعت قرد بو اون موسا چاخ نیری بیچاره بود چاپ کرد چه نکرد جماعتش دو گفت موسا قرامته لیمون موسا گازی خوده کرد حوارا خواه خوده داخست گفت یا خدا اش چپ کن گفت موسا مرکی چه که سر شوی و که بلند که چاخ مر که خه برا بباری وی مری ببینه وی خلاص به تشته بینایه اصا جیورا خبر خوده مهینده که وکی بینتنگی تشتکی نقنجه فهمداریه وکی جفاته چتنایته خلایی جلایی جرباندنته فهمداریه بنده برخواد که و دشه لنه لازمه وکی معرف مساوی بینتنگی درش بکه یان جنا نواوی بینتنگی دا بمینه و دمه ایشک بو لگرد لگری بخفته وکی صبر که تحاف که قدوم بکه وکی او تشتا مینا باکی سر را در باز به چونکی نویس ساره وای حاکم پش دیری سکنیه خدا نمه حاکمه خدا تشتا خوشنای هرساوی را دبه وکی تشت هیه ام نزانن اوی درمان صبر چا ببینن ام گریش خبر خود ببینن وکی تشتک وکی من دیشینن نویس ساره حیف هلدان یامنه جیب ده هرسا خوده نه لازمه وکی تا حیف هلدی نه لازمه تا بینا خودنگی بده دست خوده وکی خوده ای زندایه وکسان منو در صبر لازمه برا ناو خدا مزن به وکی نخوشیه هوار خدا خبر خوده بجه خدا دغدر که چمکی دغدره تهی قوات دست تدا و خبره تدا هیه خبره خواب چینه هر تشتی دا صبر گلکی گیر حاتیه علیه صبر از کارمش خبره خوده ببینم برا ناو خدا مزن به او بیر رزاده ها زلال نویساره چه
گری بکن خوش برانو عالی تالی تنگیا و صبر دا جعبد نوان پیغمبرا یک و به ناو خدا خبر دانه عالی تالی تنگیا چمکی امر هموم یاد داشته تلایشته تنگاسیشته ناو وان تالی تنگیا داده بشه صبر دا جعبد نوان پیغمبرا یک و تیوه خبر دانه کتیوا پیروز دا نویساره گله پیغمبر گله ربر و کی تالی تنگی کشاندنه وانا چه جورای صبر کریه و کی جانی صبر نکریه چادای در کتیه بر دیوانا خوده لی او تشتانا مرا مسئله نویسار و کی هم جعبد نوانا ایرو ساجی امر مدا گله تشت قومه تالی تنگی ته ام دوینن دنیای داناگا چت قومه پادشاهs تهوه بونه جماعت تهوه بیه تالی تنگاسیه خلایه یک دقیقه دشمیش به از چا بجیم او چا و بخواتم بتهواتم لی مرا لازمه صبر خوش برانو گمان خاندانه کن گلکی لازمه گمانا مسر خوده به او صبر مهبه زو ام تهوه نبن ببینن اوان برانا اوان ربرا اوان پیغمبرا چه جورای درباز بونه اوی دنگاسی را خبر خود ایرو دویجه جواب بد نوانا وانا ببینن امر وان ببینن وکی وانا چه جورای صبر کریه چه جورای تاف کریه رابونه پیش بری وانا دنگاسی کشاندنه خلای دیتنه کتان گرتی و دیل هاتنه گرتنه لی وانا چه جورای صبر کریه گاوا صبر کریه خوده وانا آزاد که خوده دست خواهی پیروز و رومه درشت که خوده رم خوده که برا ناوه خوده مزم به و رزا یازداش بخونم و سرفدا بینم دویجه بله ام خازیا خوالیت صبر دکن تینن آمین خازیا خوا مری یک و صبر دکن تینه لی هی خازلیه و اکی معرف خواز صبر دکن او مری خازلیه او مری بخت داره او مری بر خود روسپیه چمکی ناوه چت نایدا صبر کریه و بونا صبر ایبو بیستیه و دید خدان آخریوی چا خیر کرد خدان چقاسای ایصاف و رمه ناوه مرزن و ورا دیسا بونا صبر ایبو دینه او گاوا تالی تنگی چتنایی حات سر ایبوی کرمه خاریم بس ما میوی جه دور هاتم هبو کای گچو بوم زاری گمره بوم اوه وکی جیناری بونده هاتن شیورا خواوید خستم بری خالید گاستن زار روانات کلکای بور درباز بون پوز خواده گردن درباز بون افتشتانا چاخی بو دید نه راحت بو فهمداریه گلکی چتم بو ناووی حالی دا ناووی چت نایی دا لیوی مروه خوده بو صبر خواهش خوده هانی اوی راسته ناوا وی چت نایی دا جرانا بینا خواه تنگ دا کرد گود خوده وکی میزینا راست هبه وی بدی تا قنجی خیره من چرا جم خوده میزینا قلب شه نه خوش برانو جم خوده میزینا راسته خوده هر تشت دید عمری دا و گاوا خوده رما خاکر قنجی خاکر هات وعده اوی مری ویا چقاسا وی بیرمت کرن لی گاوا هات وعده خوده گود ایبو حالا راوه کمبر خاگره داشت چند پرسا بدمته تو جاهم بده ایبو قوات ستند قدوم کتا چوکیوی قدوم کتا ملیوی و رابو سرخا گاوا رابو سرخا چاته بیجی خورته کی جهال و سکنی خوده چند پرستانه دا و گاوا پرسانا نکار بو جا خوابه دا و پیرا دید رما خوده گوت از دست خدانم سر دوی خواه ایده تجارا بین نخواه دنگناکم گاز نخواناکم چرا؟ چمکی او چک و چتنایی و درباز بو دنگاسی و بن ایشه دا خبر دا لی صبر خواه ویه بو اوی صبر کر حتی کتاسیه اوی تاف کر حتی کتاسیه او بیران چا نویساره خوده آخریوی چا خیر کر خوده چک و لیستنده بود دوباره دایدا خوده موبر کر ویا لی مروا وی دمه
بزمامی مریوی دادیتن وکسان گناه کاره او داشتهاتی سریوی و خودی کرده سر بزمامی گوتن ده هر برا گناه خوابد نریخا ایبو سوا و دعا بکن و دوینن خودی آخریا و یا چا خیر کرد و ورج نویساره ببینن خودی چه قاسه ایصاف و رمه معرفت قمه ایصاف ویتنه لی خودی ایصافه شکر ناوی خودی رمه خوش برانو برا ناوی مزن و بلند و ناوی هر تشتیدا ناوی اف چکو ام خبر دادن وکی سبرا مهبه خبر خودی است غازم بونا دل داینه وکی او خبر برگوه مهبه ناوی دلی مدا بنویساره امگری او خبر هماسا برچاوه مهبه گاوا تالی دنگی ده چتنایی ده خلای جلایی ده ام چه بکن بینا خواد دنکن گناهکاری تک نسر پادشه ولیا ام گناهکاری تک نسر مفتای خواه بزمامدیا خواه یان ام چه بکن چمکی ام گری بار بکن خودی هر تشتی دوینه چمکی خودی افراندار ارتو عزمین خودی دلا انا ندگه و دل پادشه ولیا دست خودیه خودی دغازه وکی هر مروی لی ناست که یه نازناک وی بگره و یه ناست که گمان خواه تام دانه سروی و خبره کش از دغازم بخونم و سرف دا بینم نویساره ها افیسیا سر 5 رسا 20 هر گاو بونا هر تشتی رازی بونه بدنه باف خوده به ناو خدا نمه ایسا مسیح هر گاو بونا هر تشتی خبر خوده دویجه رازی بونه بدنه خوده ده بیرامم جاره کم چون جه کال بیرام و کتنا ودا کی ورا هبون براکی کال مرکه کی کال او ایسا قبول کرد و سور از دجم براکی کال چاخه پرسدانه گوتن فلان کش چانی گوت شکر خدانم ایسا هیا کل دردم تنه باشم پرسی لعب چه بیه او جی پشتاوی خار بون گوت او مال حالی مری که خواندی دو کریوی هنه هر کاری خدای خواندنه و گلتش سوازار خوا کریه لی سابو وعده وکی زاره لی نبونه خواهی جه کال پیرا دابون لیوی وکی خدا ناست کر نده گوت کرم مخوای ناکن زاره مخوای ناکن و هوی شکری تنه دا خوده ده گوت ما خدا ناست کری عیسا ناست کریه بسی منه و وراش خبر خوده دویجه هر گاو بونه هر تشتی رازی بونه بدنه باف خوده هر گاو او بونه هر تشتی و رکسانه خواه راوم یا رازم یا برخواهم کنگه چه حالی داوم از بسن خوده بدم و بونه هر تشتی زردنه چه بقامه عمرم دا چه بقامه خواتم دا چه بقامه مالم دا چه بقامه خدام خوازه وکی بونه هر تشتی ام ایش خوده راضی بونه بدنه خوده ام بیجن یا خدان اوا قراراته اوا خواستناته لیم تن ایشتد غازم وکی تا صبر سکانه بدیمه وکی ام بشین چه خواستناته وکی گمانا من دانه به برا ناو خدا مزن و آمین ام دعاب کن یا خدا افراندار ارتو از من ام بسن ناو تا دادن شکریت نه ناو تا خدا ام حوجت نه خدا نشیرن تی باو ما گمانا ما تی وکی تالی کاری منه کی ترام خامنه کی خدا ام بقواتن ام ایسان سرشن ام نکارم بیت تشتکی بکن خدا چند برخی کوزاته دماوی کوزه دا خواهی که او وعده دا خارنامه بده خدا نشیرن او بدوی دلی خدا نشیرن و کم کسی گناه کار نوینن یه پیش بری خواه لیم ناو خدانه نکن اون بونه هر تشتی هر گاف ام راضی بنشته خدان
و سبرسکانه و خانه قریبن خدا نشیرن نه و مینا مروه بگمانم برتسن ساومه بگرم ام بیشن اوه چه بقیمه سردنه امه چا بجین نانش که بینن زارمه چا بجین لمزانن خدا نشیرن چا بگود مرف تنی بینی ناجی لی خبر هر دوی ددد که مری بیویدجی شکر ناوی در خودم دالی کاری مبکه در رحم و کرم خواه مداگره خدا نشیرن در سرواختون زانه بونا خواه داگره خدا سبرس کانه خواه داگره برا ناوی ده بیروز و خدا نشیرن شکر ناوی در ناوی ده بیروز و باو گره بیروز آمین
Слава Богу, дорогие друзья, братья и сестры. Рад очень, что этот труд проповеди Евангелия, благовествования, он не тщетен, потому что и мы слышим те радостные вести, что Бог тот же дает покаяние людям, Он крестит Духом Святым, и вера умножается. Мы благодарны Богу за это. И сегодня в дополнение еще нашей веры, нашего возрастания духовного, мы еще читаем Слово Божье, мы еще обращаемся к Священному Писанию, к тем местам, которые для нас немножко трудные, которые для нас немножко, может быть, неудобовразумительные, как и Петр пишет в своем послании о тех местах Священного Писания апостола Павла, но мы попытаемся уяснить эти слова, уразуметь их, уразуметь ту мудрость, которую Бог вложил в Слово Свое. И я сегодня на странице Священного Писания буду открывать те места некоторые, которые говорят о совершенстве. О совершенстве, о том, как о нем говорит Бог. В Нагорной проповеди мы читаем 5 глава, 48 стихом, где Иисус говорит: «Итак, будьте совершенны, как совершен Отец ваш Небесный». И перед этим Он описывает то состояние христианина, человека, его внутреннее, которое наружно уже приходит в действие, приходит такое действие, что он готов не только одну щеку подставить, но и вторую. И мы будем читать то место Священного Писания, которые говорят, как достигнуть этого совершенства. Или же какой человек совершенный. Хотя я не слышал такого свидетельства, и, наверное, ни один человек не скажет о себе, что он совершен. Так как некогда и Иоанн Креститель, когда его спрашивали: «Ты кто?» Пророк, он говорит: «Нет». Христос, он говорит: «Нет». Хотя Иисус, когда пришел на служение, он сказал о нем, что из рожденных женами пророков не восставал больше Иоанна Крестителя. И Слово Божье говорит, это послание евреям, здесь в 9 в 10 главе Иисус говорит о совершенстве, в 10 главе 14 стихом написано так: «Ибо Он одним приношением навсегда сделал совершенными освящаемых». И когда о себе человек думает: «Но я же не совершен», а как же это он сделал совершенным? Но совершенство, оно не в том, чтобы я исполнял какие-то законы так, как я понимаю, чтобы я исполнял волю Божью так, как я хочу или как разумею. Оно не в этом совершенство. Совершенство в том, и оно начинается с того времени, когда Иисус дал такое повеление, и мы приняли это от Бога, что дали обещание Богу доброй совести. И вот в послании евреям апостол Павел в 9 главе, 9 стихом он говорит о дарах, о приношениях, о жертвах. И вторая половина стиха, он говорит: «не могущие сделать в совести совершенным приносящего». То есть совершенство, оно не в делах, оно начинается с нашей совести. С нашей совести, и чтобы эта совесть была добрая, которую мы дали Богу обещание Богу доброй совести, чтобы эта всегда совесть была добрая, то Иисус дает такие средства для того, чтобы содержать эту совесть постоянно доброй,
для того, чтобы наше сердце, где она находится, написано, это 10 глава, 22 стихом, «Да приступаем с искренним сердцем, с полною верою, краплением, очистивши сердца от порочной совести и омывши тело водою чистою». Краплением крови Агнца Сына Божьего. Тем краплением, которое очищает совесть нашу, как мы видим тоже в послании евреям, от мертвых дел для служения Богу живому и истинному. Здесь написано в 9 главе, 14 стихом, то тем более кровь Христа, который Духом Святым принес себя непорочного Богу, очистит совесть нашу от мертвых дел для служения Богу живому и истинному. Слава нашему Богу. То есть, когда совесть, она очищена кровью Иисуса Христа, когда она крапится наше сердце, то человек, он находится в таком состоянии, что он всегда готов служить Богу. Как написано, очистить себе народ особенный, ревностный к добрым делам. Слава Богу. Это делает благодать Божья. И непосредственно здесь сказано о благодати крови Иисуса Христа. И здесь можно задуматься, не лишился ли я этой благодати и крови Иисуса Христа. Что с моей совестью? Если другие осуждают, и Слово Божье осуждает, а она меня не осуждает. Это свидетельствует о том, что уже кровь Иисуса Христа, она не действует на моем сердце. То есть не потому, что она как бы не действует, но я не верю в ее силу, я не верю в силу благодати Духа Святого, жертвы Иисуса Христа. Но когда мы читаем Слово Божье, то апостол Павел, он говорит о своей жизни, как в нем совершала действие кровь Иисуса Христа, как в нем производила действие жертва Голгофского креста, благодать Духа Святого, когда это действие началось с того времени, когда он встретился с Иисусом Христом. Он встретился и сказал: «Господи, что повелишь мне делать?» Он уверовал в Него и крестился, и принял дар Духа Святого, и он говорит о своей жизни до встречи с Иисусом Христом. Он говорит: «Но что для меня было преимуществом, то ради Христа я почел считаю». Это 7 стих, послание Филиппийцам, 3 глава. И дальше он говорит: «Да и все почитаю считаю ради превосходства познания Христа Иисуса, Господа моего. Для Него я от всего отказался, и все почитаю за ссор, чтобы приобрести Христа». Слава Богу. Это свидетельство о чистоте сердца. Это свидетельство о том преображении, которое произвело Слово Божье, Дух Святой, кровь Иисуса Христа, жертва Иисуса Христа, раны Иисуса Христа. Они произвели это действие в том, который был гонитель и хулитель Церкви Божьей, против Иисуса Христа, который шел против рожна, как написано в книге Деяний апостолов. И он говорит, что дальше у меня есть другая уже теперь цель. И он говорит, 9 стих, «И найтись в нем не со своей праведностью, которая от закона, но с тою, которая через веру во Христа, с праведностью от Бога по вере». То есть той жизнью, теми делами, которые не от того, как я разумею, или как я хочу, или как я понимаю, но найтись с той праведностью, которая от Слова Божьего, которая от веры в Сына Божьего Иисуса Христа. А эта праведность, она говорит словами Сына Божьего: «Кто мне служит, мне да последует, и где я, там и слуга мой будет».
Слава нашему Богу. Пусть Бог благословит. Это написано в книге Евангелия 12 главе. И здесь написано: «Того почтит Отец мой». Знаете, такое почтение в конце этого служения, в конце этого следования за Сыном Божьим Иисусом Христом, сам Отец почтит следующего за Сыном Божьим и служащего Ему. Слава нашему Богу. И дальше он говорит, чтобы познать Его, и силу воскресения Его, и участие в страданиях Его, сообразуясь смерти Его. То есть познать, то есть найтись в Иисусе Христе, познать Его. И 11 стих говорит, чтобы достигнуть воскресения мертвых. Чего мы и ожидаем? Мы ожидаем вознесения церкви. Мы ожидаем, что Иисус придет и возьмет тех, которых Он спас, тех, которых Он оправдал, тех, которых Он призвал, тех, которых Он прославил. Слава нашему Богу. И дальше Он говорит эти все слова и уточняет, говоря 12 стихом. «Говорю так, не потому, чтобы я уже достиг или усовершенствовался, но стремлюсь, не достигну ли и я, как достиг меня Христос Иисус». Братья, я не почитаю себя достигшим, а только забывая заднее и простираясь вперед, стремлюсь к цели, к почести вышнего звания Божия во Христе Иисусе. И дальше он говорит о совершенстве. Итак, кто из нас совершен, так должен мыслить. Если же вы о чем иначе мыслите, то и это Бог вам откроет. Слава Богу. То есть это должен открыть Бог. Это не от человеческой мудрости, не от человеческой способности, но это откроет Бог, как некогда Он открыл эту цель, которой стремится здесь апостол Павел описывает, эту цель, которую он открыл Аврааму. И мы читаем это в книге Послание евреям, 11 глава и 16 стих. «Но они стремились к лучшему, то есть к небесному, поэтому и Бог не стыдится их, называя себя их Богом, ибо Он приготовил им город». Слава нашему Богу. Вот это стремление, оно началось не сегодня. Это стремление, оно началось с того момента, когда человек встречается с Богом. Когда он откликается, отвечает на призыв Божий. И когда он слышит этот голос, когда Иисус пришел и возвестил, сказал: «Придите ко мне, все труждающиеся и обремененные, и я успокою вас. Возьмите иго мое на себя и научитесь от меня, ибо я кроток и смирен сердцем, и найдете покой душам вашим». Слава нашему Богу. Да благословит нас Господь и поможет нам, чтобы мы не останавливались на том пути, на котором мы сегодня уже стоим в небо, на той точке или на той ступеньке, но двигались дальше, забывая заднее, простираясь вперед, простираясь к тому городу, которого мы знаем имя, Новый Иерусалим, который есть город вечно живой, который есть церковь Бога живого. Слава Богу. Да благословит нас Господь. И эти средства, которые Бог дал нам, чтобы мы их употребляли, чтобы мы употребляли, чтобы мы их применяли. И эти средства, они во Иисусе Христе. И Петр пишет об этом. «Совершенно уповайте на подаваемую вам благодать в явлении Иисуса Христа. Как послушные дети, не сообразуйтесь с бывшими похотями вашими».
но по примеру призвавшего вас святого, и вы будьте святы. Слава нашему Богу! Да благословит нас Господь. А мы будем молиться. Молиться, потому что это труд церкви, это труд Слова Божьего, это тот труд, который Бог совершает через народ свой, совершает силою Духа Святого, и мы нуждаемся в этой силе, мы нуждаемся для себя, мы нуждаемся для тех, которые уверовали в Иисуса Христа в начале пути этого, в середине, которые, может быть, уже в конце дней своих странствования. Мы не знаем, когда будет пришествие, мы не знаем, когда кто встретится с Богом в моменте перехода в вечность, но это обязательно будет, и мы будем благодарить Бога, мы будем прославлять Его, потому что Он верен Слову Своему, Он верен своим обетованиям и обещаниям, Он верен тому, что сказал, что возлюбил любовью вечную. Аллилуйя, слава Ему и хвала. И нам также заповедал, чтобы мы достигали любви, потому что любовь есть совокупность совершенства. Слава нашему Богу. То есть во всяком деле это есть совокупность всякого совершенства. И как отдать себя на служение, и как принять в свое сердце брата ли, сестру ли, или человека того, который еще не уверовал, но его Бог призывает. Это есть совокупность всего, потому что Бог есть любовь. Аллилуйя нашему Господу. Слава Ему и хвала и величие. Аминь. Мы благодарим Тебя, Владыка неба и земли. Мы благословляем Твое имя, Святой Отец Небесный, величие Тебе и хвала, за Твою премудрость, аллилуйя, слава Тебе, за Твою силу и помощь, великий Бог, за Твою крепкую руку, которую Ты, Господи, ведешь нас по этому пути странствования земной жизни, аллилуйя, слава Тебе, что сегодня, Господи, Ты даруешь нам это направление, что сегодня Ты еще раз, великий Бог Святой, поднимаешь наши взоры к престолу благодати, наши взоры к церкви, к невесте Твоей, наши взоры, великий Бог, тому брачному пиру, которому Ты готовишь народ Твой, которому Ты призываешь всякого человека, живущего на земле, чтобы он получил полную награду, чтобы не потерял того, над чем трудишься Ты, Дух Святой, трудишься Ты, Бог великий, в Сыне Твоем Иисусе Христе, от сотворения мира и до ныне, и до последнего дня, аллилуйя, слава Тебе. Ибо Ты есть первый и последний. Мы благодарим Тебя, что, Господи, то начало, которое Ты открыл нам в Сыне Твоем Иисусе Христе, на Голгофском кресте мы приняли. Мы приняли, великий Бог, ту благодать, благодать крови, благодать жертвы Иисуса Христа. Мы приняли благодать Слова Твоего. Мы радуемся этой благодати, которая пребывает с нами, которая в нас пребывает силою Духа Святого. Аминь. Аллилуйя. Слава Тебе. Мы превозносим Тебя и поклоняемся. И сегодня мы говорим, Ты достоин, Господь, принять честь и силу и хвалу, и поклонение, и благодарение. Аллилуйя. Ибо Ты был заклан за нас, и Ты, Господи, вознесся во славе, Ты воскрес из мертвых первый. Аллилуйя. И дал нам эту надежду, и дал нам эту веру на Тебя, и упование на Тебя, великого Бога Святого. И мы просим об этой вере живой, об этой вере святейшей для народа Твоего, для каждого сердца, для каждого брата, каждой сестры. Мы просим силы благодати Твоей, чтобы она пришла помощью и в минуту уныния, и в минуту скорби, и в минуту, Господи, страдания, великий Бог Святой, чтобы Ты помог. Ибо, Господи, мы хвалимся не только спасением, великий Бог, но и скорбями. Мы хвалимся тем, что Ты даруешь нам, Господи, от скорби терпение, великий Бог Святой. И Ты даруешь, Господи, от терпения опытность. Аллилуйя, слава Тебе. Мы благодарим Тебя, что это все, Господи, возрастает незаметно, что Твое Царство Небесное, оно внутри каждого человека, но, может быть, еще не видно той славы, которая последует за смирением, за терпением, за кротостью, за миром Твоим, великий Бог, которым Ты наполняешь наши сердца. Но, великий, чудный, святой Бог, мы видим Тебя, Тебя воскресшего, вошедшего и воссевшего
севшего одесную Бога Отца, мы благодарим Тебя, ибо Ты смотришь на подвиг души Твоей с довольством. И ныне, Господи, презри на народ Твой, презри, великий Бог Святой, на тех, кого Ты не стыдишься называть братьями, аллилуйя, слава Тебе, называть сестрами, народом Твоим, аллилуйя, хвала Тебе, ибо Твоя помощь, великий Бог, она действенна, она сильна каждому, великий Бог, призывающему имя Твое святое, каждому уповающему на милость Твою, великий Бог святой, аллилуйя Тебе, благослови и соделай все по воле Твоей и во славу Твою, дабы нам далее идти за Тобою, дабы нам далее, великий Бог, шествует Твоим путем во имя Иисуса Христа, пребывать в молитвах, пребывать в молениях, в Слове Твоем, пребывать, Господи, радуясь присутствию Твоему, радуясь единству с Тобою, чтобы пребыть в одном духе, чтобы иметь одни мысли. Аллилуйя, слава Тебе, да будет имя Твое прославлено, Тебе величие и хвала, вечный святой наш Бог, Отец, Сын и Дух Святой. Аминь.
Արկտիրոջը սիրելի եղբայրներ քույրեր, այսօր շատ կարևոր մի թեմայի մասին եմ ուզում Աստծո օգնությամբ խոսել ձեզ այդ բոլորիդ, թե վերջին ժամանակներում ինչ նշաններ են լինելու։ Եվ այդ մասին Աստծո խոսքում գրված է Մատթեոս ավետարանի 24-րդ գլխի 3-րդ խոսքից, մեզ շատ ծանոթ տեղ, որի համար խնդրում եմ, որ մենք բոլորս ուշադիր լսենք, գրված է հետևյալ խոսքերը. ու երբ Անիկա ձիթենաս լեռը նստեր էր, աշակերտները իրեն եկան առանձին ու ուսին, մեզի ըսե, երբ պիտի ըլան այդ բաները եւ քո գալուստիդ ու աշխարհի վերջին նշանը ինչ պիտի ըլա։ Սուրբ Գիրքը գրվել է նոր կտակարանը առաջի դարում, բայց 2000 տարի է կարդում են մարդկանց ծանոթ է այս տեղը, այսօր մենք էլ ենք կարդում։ 2000 տարի առաջ Տեր Հիսուս այսպիսի խոսքեր է ասել։ Եվ ես ուզում եմ, որ մեր ուշադրությունը լինի հատուկ խոսքերի վրա, որ գրված է 3-րդ խոսքի հետևյալ խոսքերը. Եվ քո գալուստիդ ու աշխարհի վերջին նշանը ինչ պիտի լա։ Սա շատ կարևոր է, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մենք Աստծո խոսքից սովորենք, որտեղ Աստված մեզ իր խոսքով է սովորեցնում, Աստված մեզ իր խոսքով է ասում, որ մենք կարողանանք ժամանակը քննել ու ժամանակը հասկանալ։ Սա շատ կարևոր է։ Որովհետև 30 տարուց ավելի Աստծո օգնությամբ ես կարդում եմ այս տեղը, բայց այս ժամանակները կարծես ավելի է մոտիկ, քան 30 տարի առաջ, որովհետև ստեղ Աստծո խոսքում գրված է, որ քո գալուստիդ ու աշխարհի վերջին նշանը ինչ պիտի լինի։ Ստեղ շեշտում է Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ ինչ պիտի լինի։ Եվ Տեր Հիսուսը այսպիսի խոսքեր է ասում, 4-րդ խոսքից եմ կարդում։ Եվ Հիսուս պատասխան տվավ ու սավ անոց. զգուշ կեցեք, չլա որ մեկը ձեզ խաբե, այսինքն կլինեն մարդիկ, որ մեզ կփորձեն խաբել, կփորձեն մեզ ասել, որ մոտ է Տեր Հիսուսի գալուստը, որ ահա դռների մոտ է, շուտով լինելու է, բայց այստեղ Տեր Հիսուսը պարզ մեզ սովորեցնում է հետևյալը. Վասնզի շատերը պիտի գան իմ անունովս ու ասեն, թե ես եմ Քրիստոսը, ու շատերը պիտի մոլորեցնեն։ Սա լինելու է վերջին ժամանակների մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ, որ գալու են ու ասեն, որ ես եմ Քրիստոսը, ու շատերը պիտի մոլորեցնեն։ Եվ պիտի լսեք պատերազմներ ու պատերազմների լուրեր, զգուշ եկեք, որ չխռովիք, վասնզի այս ամեն բաները պետք է որ ըլան, բայց դեռ վերջը չէ։ Վասնզի ազգ-ազգի վրա պիտի ելնե, ու թագավորություն թագավորության վրա, եւ տեղ-տեղ սովեր ու մահտարաժամեր։ Ինչպես մենք հիմա այս ամենը տեսնում ենք, սիրելի Աստծո ժողովուրդ, եւ երկրաշարժներ պիտի լան, բայց ասոնք ամենը ցավերու սկիզբն են։ Տեր Հիսուսը 2000 տարի առաջ այս մասին խոսեց իր աշակերտների հետ, եւ Տեր Հիսուսը այս մասին 2000 տարի առաջ իր աշակերտներին ասեց, որ չլինի որ ձեզ խաբեն։ Որտեղ իմ գալստյան ժամանակ ու աշխարհի վերջին ժամանակ այսպիսի նշաններ պիտի լինեն, բայց սա ցավերու սկիզբն է։ Եվ հետո ինչ պիտի լինի, Տեր Հիսուսը ավելի խորը ցևով բացատրեց իր աշակերտներին։ Միգուցե մենք շատ ժամանակ կարդացել ենք, սիրելի եղբայրներ, քույրեր, սիրելի Աստծո ժողովուրդ, բայց մենք չենք ուշադրություն դարձրել, որ այստեղ գրված է, որ վերջին ժամանակներում պետք է այսպիսի բաներ լինեն, եւ ինչպիսի բաներ պիտի լինեն Աստծո եկեղեցիների մեջ։
Ինչու եմ ես համարձակվում այս բան ասելու, որտեղ Տեր Հիսուսը այդ ժամանակ ասեց, եւ հիմա մենք կարդում ենք։ Եվ հետեւյալն է գրված. այն ատեն ձեզ նեղությամբ պիտի մատնեն, ձեզ պիտի սպանեն ու իմ անվանս համար ամեն ազգերեն ատելի պիտի լաք։ Սա վերջին ժամանակներում պիտի լինի։ Սիրելի Աստծո ժողովուրդ։ Եվ 10-րդ խոսքը հետեւյալն է մեզ ասում. Եվ այն ատեն շատերը պիտի գայթակղվեն։ Սա պետք է Աստծո եկեղեցու մեջ լինի։ Աստծո եկեղեցու մեջ շատերը պետք է գայթակղվեն։ Եվ ու գրված է մեկս մեկ պիտի մատնեն եւ մեկս մեկ պիտի ատեն։ Սա պետք է լինի Աստծո եկեղեցու։ Մենք դրսում չնայենք, դրսում շատերն են իրար մատնում, շատերն են իրար ատում, շատերն են իրար հետևից ընկած, բայց այս բանը, սիրելի եղբայրներս, քույրերս, պետք է լինի Աստծո եկեղեցու մեջ, որ իրար պետք է գրված է մատնեն եւ մեկս մեկ պիտի ատեն։ Այն ատեն շատերը պետք է գայթակղվեն։ Սա Տեր Հիսուսն է խոսել 2000 տարի առաջ ժամանակին, իսկ հիմա մենք կարդում ենք։ Որովհետև ես ուզում եմ Աստծո օգնությամբ ավելի հաստատող համար կա այս ասացներին, որովհետև մենք կարդում ենք հետևյալը, դա գրված է Երկրորդ Թեսաղոնակեցիների մեջ, սիրելի եղբայրներս, քույրերս, դա գրված է հետևյալը։ Տեսեք, Երկրորդ Թեսաղոնակեցիների երկրորդ գլխի 3-րդ խոսքից եմ կարդում։ Չլա որ մեկը ձեզ խափե կերպովը, վասնզի այն օրը պիտի չգա, եթե ապստամբություն առաջ չգա ու հայտնվի մեղած մարդը կորստյան որդին, այն հակառակորդը հպարտացած ամենու վրա, որ Աստված կսվի կամ կպաշտվի, միջև անիկա Աստծո տաճարի մեջ պիտի նստի ինքնին ցուցնե, թե Աստված է։ Պողոս առաքյալը Թեսաղոնակեցիներին, երբ որ գրում է, որ չլա որ մեկը ձեզ խափե կերպովը, վասնզի այն օրը պիտի չգա, որ օրվա մասին է խոսում, Տեր Հիսուսի գալստյան մասին է խոսում, Տեր Հիսուսի հայտնության մասին է խոսում, այն օրը պիտի չգա, եթե ապստամբություն առաջ չգա, հետո նոր հայտնվի մեղած մարդը, անօրեն որդին, սելի եղբայրներ քույրեր, մենք Աստծո խոսքից սովորում ենք, որտեղ Աստված մեզ իր խոսքով է սովորեցնում, Աստված մեզ իր խոսքով է ասում, որ իր եկեղեցու մեջ պետք է լինեն այդպիսի բաներ, վերջին ժամանակներում, պետք է ապստամբություն առաջ գա, ապստամբում են մարդիկ, Սատանան ժամանակին ապստամբել է, բայց սատանայի մասին չեմ խոսում, խոսում եմ Աստծո ժողովրդի մասին, որ վերջին ժամանակներում շատ վատ ժամանակներ են գալու, որտեվ այդ մասին Սուրբ Գիրքն էլ է մեզ սովորեցնում, այդ մասին գրված է, սիրելի Աստծո ժողովուրդ, հետևյալը, մենք գիտենք, որ Տիմոթոսի մեջ, ուրեմն կարդում եմ 2-րդ Տիմոթոս, 3-րդ գլխի հենց առաջի խոսքում գրված է այդ մասին։ Եվ զայս գիտիր, որ վերջին օրերը չար ժամանակներ պիտի գան։ Միշտ եղել են չար ժամանակներ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Աշխարհի մեջ միշտ եղել են չար ժամանակներ, բայց այստեղ, երբ որ Պողոս առաքյալը գրում է Տիմոթոսին իր երկրորդ թղթի մեջ, Տիմոթոսին այդ մասին ավելի է բացանում Սուրբ Հոգու միջոցով, եւ ստեղ գրված է, որ վերջին ժամանակներում դա Աստծո եկեղեցու մեջ պիտի լինի։ Առաջի խոսքից նորից կարդում եմ, զայս գիտիր, որ վերջին օրերը չար ժամանակներ պիտի գան։ Վասնզի մարդիկ պիտի լինեն անսնասեր, արծաթասեր, անբարտավան, հպարտ, հայոյիչ, ծնողներին աննազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ,
դաժանապարող, բարին չսիրող, մատնիչ։ Նոր մի քիչ առաջ ժողովուրդ ջան, այդ մասին էր Տեր Հիսուսը խոսում, ես որ կարդացի Մատթեոս ավետարանի 24-րդ գլխում, որ այդ ժամանակներում, վերջին ժամանակներում պետք է լինեն մարդիկ մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր։ Առաջի հայացքից, երբ որ մենք կարդում ենք այս համարները, կարծես թե սա Աստծո ժողովրդին չի վերաբերվում։ Կարծես է սա աշխարհին է վերաբերվում, բայց երբ որ մենք շարունակում ենք 5-րդ խոսքը, 3-րդ գլխի 2 Տիմոթոսի մեջ, ասում է, որոնք Աստված պաշտության կերպարանք ունին, բայց անոր զորությունը ուրացած են, եւ դուն ասոնց մեկդի կեցիր։ Պետք է գա այդ ժամանակը, պետք է գան այդ դժվարությունները Աստծո եկեղեցու մեջ, Աստծո ժողովրդի մեջ, որ պետք է մարդիկ պետք է կերպարանափոխվեն, պետք է երևա այդ վիճակը մարդկանց, մարդիկ դրսից պետք է ցույց տան, թե իրանք Աստված պաշտ են, բայց ներքուստ Աստծո զորությունը ուրացած մարդիկ պետք է լինեն։ Թող Աստված մեզ պահի, սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի լսողներ, որ մենք այս վերջին ժամանակների մեջ շատ զգուշ լինենք եւ հետևենք Աստծո խոսքին, որովհետեւ Աստծո խոսքը դա կյանքի խոսք է։ Աստծո խոսքը 119-րդ Սաղմոսում մեզ ասում է, որ այդ խոսքը երկնքում հաստատ է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մեր մեջ էլ պետք է հաստատ լինի։ Մենք պետք է չկասկածենք։ Մենք պիտի հավատանք Աստծո խոսքին։ Մենք պետք է հավատանք Աստծո ասածներին, որ վերջին ժամանակներում ինչ պիտի լինեն։ Ինչպիսի վիճակ պիտի լինի, սիրելի եղբայրներս, քույրերս։ Եվ ես ուզում եմ 7-8 խոսքերն այդ նույն գլխի կարդալ։ Եվ տեսեք, ինչ է գրված։ Ասում է, որ միշտ կսովորին ու բնավ ճշմարտությունը ճանչնելու չեն կրնա հասնել։ Հապա ինչպես Յանեսն ու Յամրեսը հակառակ կեցան Մովսեսին, նույնպես ասոնքալ ճշմարտությանը հակառակ կկենան, ապականված մտքով մարդիկ հավատքի մեջ անպիտաններ են։ Պետք է լինեն այդ ժամանակները, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մարդիկ պետք է ճշմարտությանը հակառակվեն։ Ինչից է երևում, որտեղից է երևում։ Ես ուզում եմ Աստծո օգնությամբ կարդալ Հուդայի թուղթը եւ տեսեք Հուդայի թղթում ինչ է գրված այդ մասին, թե վերջին ժամանակներում ինչպիսի մարդիկ պիտի լինեն։ Հուդա առաքյալն է գրում 18 խոսք, գրված է հետևյալը, 17-ից կարդամ, բայց դուք սիրելիներ, մտքերնիդ բերեք այն խոսքերը, որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալներեն առաջվնեն զրուցվեցավ։ Ինչ են խոսացել առաքյալները, ինչ են ասել, 18-րդ խոսքում այսպես ասում, որոնք ձեզի կսեին թե, վերջին ժամանակը ծաղր ընողներ պիտի լան, որոնք իրենց ամբարիշտ ցանկությունների համեմատ պիտի երթան։ Պետք է գան այդ ժամանակները եւ կարծես երևում է, որ վերջին ժամանակներում մարդիկ պիտի ծաղր անեն եւ պետք է ինչ անեն, իրենց ամբարիշտ ցանկությունների ետևեն երթան։ Այդ մասին Պետրոս առաքյալն էր ասում, Պետրոսի թղթում գրված է, տեսեք, 3-րդ գլխի, 2 Պետրոս 3-րդ գլխի կարդում ենք 3-րդ խոսքից, բայց առաջ զայս գիցեք, որ վերջին օրերը ծաղր ընողներ պիտի գան, որոնք իրենց ցանկությունների համեմատ պիտի քայլեն
ու պիտի սեն ուր է անոր գալստյան խոստումը վասնզի քանի որ հայրերը քնացան ամեն բան այսպես կմնա արարածներու սկզբեն հետե քանզի անոնք այն բանը մոռացել են թե երկինք առաջվնե եղավ ու երկիր ջուրերեն եւ ջուրերով հաստատ կկենա Աստծո խոսքովը որով հին աշխարհը ջրհեղով ապականված կորսվեցավ եւ հիմիկվան երկինքը ու երկիրը նույն խոսքով պահված են մինչև դատաստանին ու ամբարիշտ մարդոց կորստյան օրը կրակի համար պահված տեսեք բարձ գրված է ծաղր անողները մոռացել են որ առաջին աշխարհը ջրով է գնացել իսկ հիմիկվա երկինքն ու երկիրը նույն Աստծո խոսքով պահված է կրակի համար թող Աստված մեզ օգնի որ մենք կարողանանք ժամանակը հասկանանք ու այս ժամանակները քննենք Աստծո խոսքով որովհետև չի գա այդ օրը չի հայտնվի անօրենը կորստյան որդին եթե եկեղեցում ապստամբություն առաջ չգա եթե եկեղեցիներում դժվարություններ առաջ չգան եթե մարդիկ իրար չմատնեն իրար չատեն հասկանում եք դրա համար ժողովուրդ ջան մենք պետք է շատ ուշադիր հետևենք Աստծո խոսքին տեսնենք թե Աստված մեզ ինչ է ասում Աստծո խոսքը մեզ ինչ է սովորեցնում այս վերջին ժամանակների մեջ սա շատ կարևոր է մենք ժամանակը պետք է հասկանանք Աստծո խոսքով թեպետ այս ամեն բաները գրվել է առաջի դարում բայց մենք հիմա ենք հասկանում որովհետև Տեր Հիսուսն էլ այդպես բացատրեց Տեր Հիսուս այդպես բացատրեց այդպես ասեց որ ոչ մեկը ձեզ չխաբի ոչ մեկը ձեզ չասի նման բաներ պետք է այսպես լինի վերջին ժամանակներում եւ ես այդ մասին ուզում եմ կարդալ առաջի Տիմոթոսի մեջ 4-րդ գլխի առաջի խոսքից այդ մասին գրված է հետևյալը սիրելի եղբայրներ քույրեր տեսեք առաջի Տիմոթոս 4-րդ գլխի հենց առաջի խոսքում գրված է հետևյալը բայց հոգին հայտնի կսե թե վերջին ատենները մեկ քանիները հավատքեն պիտի ապստամբին եւ մոլորեցուցիչ ոգիների եւ դևերի ուսմունքներին պիտի ուշադրության տան Սատանայի կեղծավորությունովը, որոնց խշմտանքը խանձված է։ Սա Սուրբ Հոգին է ասում մեզ։ Սա Աստծո Հոգին է մեզ սովորեցնում։ Աստծո խոսքն է մեզ ասում այդ մասին։ Հայտնի է խոսում Սուրբ Հոգին, ծածուկ չի խոսում, հայտնի է ասում այդ մասին, որ վերջին ժամանակներում մեկ քանիները հավատքեն պիտի ապստամբեն եւ մոլորեցուցիչ ոգիների եւ դևերի ուսմունքներին պետք է ուշադրություն տան։ Ստախոսների կեղծավորությունովը, որոնց խշմտանքը խանձված է։ Եղբայրներ, քույրեր, սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի լսողներ, մենք բոլորս պետք է շատ ուշադիր աղոթքով կարդանք Աստծո խոսքը, որ Աստծո Հոգին մեզ բաց անի։ Աստծո Հոգին բաց անի, մենք կարողանանք ժամանակները հասկանանք ու այս ժամանակները քննենք։ Որ այս ժամանակների մեջ մեզ համար ամեն բան բաց ու հայտնի դառնա, որ ոչ մեկը մեզ չխաբի, ոչ մեկը մեզ չմոլորեցնի, ոչ մի քամի եւ ոչ մի քամուց մենք չերերանք։ Դրա համար թող Աստված մեզի օգնի։ Ես ուզում եմ կարդալ մի շատ կարևոր տեղ նույն առաջի Տիմոթոսի 6-րդ գլխից, տեսեք ինչ է գրված։ Եվ մենք պետք է այս բանը լավ հասկանանք։ 6-րդ գլխի 3-րդ խոսքից գրված է հետևյալը։ Եթե մեկը ուրիշ կերպ բան մսովորեցնե ու մտիկ չնե մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերուն եւ այն վարդապետությանը, որ Աստվածպաշտության համեմատ է, այսպիսին հպարտացած է։ Ու բանը չի գիտեր, հապա վեճերով ու հակառակություններով աղտացած է, որոս մեկ կլան նախանց,
կռիվ, հայոյություններ, գեշ կասկածներ, մտքով ապականված, ճշմարտությունը հեռացած մարդու զրափանություններ, որոնք աստվածպաշտությունը, շահավաճառություն մկսեփեն, այսպիսիներեն մեկդի կեցիր։ Տեսեք ժողովուրդ ջան, ստեղ պարզ գրված է, որ այսպիսիներեն հեռու մնա, որովհետև գգա մի ժամանակ, որ մարդիկ Քրիստոսի վարդապետության հետևից չեն հետա։ Հապա ինչի հետևից պետք է եթան։ Պարզ գրված է, որ պետք է վեճերով, հակառակություններով պետք է ախտանան ու պետք է այդպիսի մարդկանց մեջ երևա նախանձը, կռիվը, հայոյությունները, գեշ կասկածները։ Նմանները Սուրբ Գիրքը սովորեցնում է, մտքով ապականված են ու ճշմարտությունը հեռացած։ Թող Աստված մեզ պահի այս վերջին ժամանակների մեջ, որ մենք հետևենք Քրիստոսի վարդապետությանը, մենք հետևենք Աստծո խոսքին, թե Աստված մեզ ինչ է ասում եւ թե Աստված մեզ ինչ է սովորեցնում։ Թող այս ամենի մեջ Տերը փառավորվի։ Ամեն։ Գանք աղոթքի Աստծո առջև, սիրելի Աստծո ժողովուրդ։ Տեր Աստված, փառք քեզի ամեն բանի համար։ Մենք գոհանում ենք Տեր խոսքի համար։ Մենք գոհանում ենք այս հնարավորությունների համար, որ դու տալիս ես մեզ հնարավորություն։ Տեր ջան, այս ամեն բանի մեջ դու փառավորվես։ Թող այս ամեն բանի մեջ քո անունդ բարձրանա։ Տեր Աստված, քո խոսքի համաձայն, թող ամեն մարդ լինի սուտ, բայց Աստված ճշմարիտ Տեր։ Տեր ջան, այս ամեն բանի համար քեզ փառավորում ու քեզ մեծարում եմ։ Քո անունը թող բարձրանա, Տեր ջան։ Դու Տեր ջան, այս վերջին ժամանակների մեջ քո ժողովուրդը պատրաստես։ Տեր ջան, այս վերջին ժամանակների մեջ, ինչպես քո խոսքն ասում, ինչպես դու ես մեզ սովորեցրել, Տեր ջան, ու սովորեցնում ես, Տեր ջան, այս վերջին ժամանակների մեջ մենք ժամանակը հասկանանք ու տեսնենք, թե ինչ է կատարվում, Տեր Աստված, եւ պատրաստվենք քո առջև, եւ քո երեսը փնտրենք մեր կյանքում։ Այս ամենի համար փառավորվես ու մեծարվես։ Գոհություն, մեծություն, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Հալելույա, ամեն։
عدلای خود تایوه و هموی خوش برای من شکریت ما خود بونا روزای رو وکی خود چاو مجال داده ما امیرو هات نمالوی برپیوی هم شکری و بسن ناو خدای خود دادن هم خدای زور ده هاوینن خدای راز ده هاوینن خدای ساخت ده هاوینن چونکی اوا همو کسی نات داینی اف کرما بختواریا ایرو هر ما یک ام بختوارن وکی میرو مالا خود دانه ام خدای ساخت ده هاوینن شکر ناوی وی راوه شکر رحم و کرم وی راوه بونا اوکری وی قنچ بونا وکی چاد و ایرو برم وکیلی و راستیا خواه ایرو چاد گوه ما چاد بیستنی وکیلی و کم اون خبری ببین و ناوا اون خبری ویدا بجین به ترس و خوف قبول که ناوا خدا چمکی خبری خود امرن یک باور دکه شکر ناوی خود را بونا هر کری وی قنچ ایرو هر ما یک ایرو ام چکری خلق چی دست خدای خوانه خدای هم خلقانه ایرو اوی ام چاد و دنه خستنه ایرو اوی ام با ایرو آینه سروبار دنه ایرو هر ما یک ام بوردارن وی ناسکن وی را چاد وی باور کن او کری او گوتنی وی چگو گوتیه ام ناوا امر خدا خواه کن به ترس و خوف ناوا خدا قبول کن گوتنی خدای خواه چمکی خدای راسته خدای حق خدای آمنه خدای چاد خواه سوز خواه خدای سوز ده و کی روزا هاتنا هوی و کی ام بروی راست بسنن خدای مخلاص که شکر ناوی خدای را چمکی کس نکاره بکری خواه بر خدای راست به حسابه دخول بنده تنه و کی معرف به قنجی خواه بکری خواه به شغلی خواه بر خدای بسنه هر ما انسانک هر خوش چکری دست خدای ام تنی کاره معرف کاره به باوری سر ناوی خدای خواه عیسی مسیح ام کار راست بینه حساب شکر ناوی خدای خواه را ام دوازه چند جنگ بخونن خبر خدای چه خبر خودت مرا شده وجه خوش برای دلال لنها به قانون راستی خود خویا بویه بونا کیجان قانون و پیغمبر آجی شهادتی دادن اول راستی خود کی باوریا خو عیسی مسیح دینه خود وان لبر خو راست حساب دکه فرقی تونه چمکی همویا گناه کر و نگیشنه که رحمت خود لیج کرم وی و به آزاکر مسیح عیسی راست حسابون پیشکش دستینه شکر ناوی خود را ایرو خبر خود مرا دویجه و کی همویا گناه کش رومت خود کتن ناوی خود پیروز و بلند و کی دیس اوی بونا مرم کرم کرد اوی کار خیتای تنی بونا مشاند و کی ام باریا خوی بینن باریا خو گوتنی بینن و کی ام خلاص من چونکی و کی حیف اوی کار وی تای تنی ناد بونا ما و هر تشتی بونا ما بکه شکر ناوی وی را هر ما یک ام ایرو چا دویجن ام برجدارن ام به ترس و خوف خدای خو قبول کن ام پیوی تنی باریا خوی خبری خوی بینن اوی چکو مرا دویجه و کم ناوا خدا ناوا امر خدا خوای که خبری او پیک بینن برای ناوی بلند و نما رومیا سر 26 خبر 26 دا آوا گوتی خودی به عیسی او یکر و کی راستی خو وی زمانی ده بده کفشه که خو راست و هر کسی که باریا خو عیسی دینه
وان راست حساب دکه شکر ناوی خود را ایرو تشتکی چتن تنه و کی ام بجم نکار قوات مداره تنی مرا لازمه ام بار کن وان خبری که خود مرا دویسینه بیده پیغمبرا ام گود باریا خود گوتی وان خبرا بینن و خود وی خواهم من خلاص که خود وی مبرخ راست بده حسابی ایرو تقول بنده تو مکز ام نکام پی شغلی خه ام بر خود فرناق ام بجم کارم پی قنجی خه خیری خه بر خود راست بسنن نه ام تنی کارن باریا خبر خود بینن راست به راست بجی خود وی کار و من خلاص که تنی بچاقی خود زوری تو تشتی ناکه خود هر تشتی بر رضا دلید که بر ناوی وی پیروز و مبارک و شکر ناوی خود را مساج دوازم نماد تسالونیکی سر ددا خبر نهاده که بخونم چند خبر خوش برای من چمکی یه خود ناخواز خبر خود ناس که آخریاوی و چجوره ده حتنا یه نهقی و به قوات میری جنبه حتی هنری روی تبه وان نشان و کرامت دره و بکه یه که انداد بن به هر جور نهقی بخوابینه اونا اندابن چمکی وانا راستی حز نکر و قبول نکر خلاص بن خودی صدر شو خوش برای دلار برای ناوی خودی پیروز ده ایرو خودی هر تشتی بر رزه دلید که خودی زوری تشتگی ناکه ایرو مرا لازمه و که ام باری خودی بینن راستی بینن ایرو خبر خود دویجه وانا خواخ نخواست راستی خودی وانا خواخ امنا برای خودی ناغازن هر امنا خواخ ناغازن ایرو دمیونتنه امنا خودی وقت ناست که ناز نکنه امنا هر یک انسان که خودی خلق آنده به زاری خودی هم خودی ناست کن لیک بکری خود نکفشی و که امنا خودی ناز نکن دوری خودی نه خبر 11 هاد مهند که دویجه لما جی خودی خالفاتنه که زور سر واندا دشینه که باریا خود دروی بینن و کی دیوان وان هر کسی بیت که باریا خود راستی نانین لکیف وان حقی رهات ایرو زمانی که ساعتی خوش برای من دلار گلی گدارا ایرو معرف ایرو گله کیف وان راستی را نای چقازی نحقی را کیف وان گله کی حسابی ظلم کاری را ته یه ظلمیت که یه نحقی که کیف وان هم را ته نکو راستی ته نکو ایرو که پیغمبر خدا دچه هر کس دست بید کس اومده دوی توری خدا دچه دوی توری خدا راست داد چی دوی ایرون برف برچه وی خواهد گلک راست دوینه ایرو راستی سا دویجم راستی که کال بابا دو گود مال خدایه ایرو کس برا بر خدا نکال روسبی بسنه خنجی هر کی کار و باجا خوان خبر خدا بینه تنی معرف کار بر خدا روسبی و به خبر خدا راستی خدا بگه پتر سخوف خدای خبر هویده ایرو از بختوارم ساز دویجم ایرو هر می خوش برای من بختوارن و که میرو مال خدا دانه و که ایرو خدا ناو امر مدا چادوی اف کرامت کرنه و که مال وی دانه اول رحم خدا نه ایرو پکری منه یا پکنجی منه لی اول رحم خدا بونا ما هات کرنه ایرو هر می یک جی ام برجدارن ایرو ام چاد دینداری خدای خانه و که ام تمامی امر خدا اول بونا ممر دم بجین بوناوی بجین نما تسالونیکا سر دو خبر 13 خبر خدا چه مرد وجه لیم گره که هر تن بونا و خوشک براید من راضی بونی بنه خدای یت که خدان حز دکن چمکی خدای سری سری دا هم بجارت و کی بره بنه بهرتی جباره کنی باریا خراستی بینن او خلاص بن شکر ناوی خدای را ایرو تشتای مرا نه لازمت هنه ایرو ام باریا خراستی بینن تام خدای بار کن چمکی راستی های تنی خدای راست ام تنی وی بار که مرا تشتای نه لازمه ایرو مرا نه لازمه ام جنگا بینن ام ایرو نه لازمه ام امری خبنه چادوی خونا خبرش بونا خود نه ایرو تشتن نده خود بونا ما کار خکیه قربان ایرو تن مرا لازمه ام باریا خ کار وی بینن اف خبر وی هاتنه مرا نویسار ام باریا خ وی بینن شکر ناوی خود را بونا هر کری وی قنج بونا کرامت وی ناوی خود بلند و پیروز و از غازم خوش براید من دلال از غازم نما داوود پیغمبر چه مرا لیکی دی پیدا چادی خود پیدا داوود پیغمبر لیت که دا قال بابا ده هاد داد گوتن دگوخ برا خدا آخریا مروا خیر که خدا آخریا ما خیر که آخریا ما خیر گلک تش دست مدایه ایرو خدا چاد وری بر ما وکیره ام ببین خدا چا آخریا بندا و خیر که کی جان بنده و خیر که آخریا وی خیر و کی جان خدا خوفت که خدا دترسه چمکی هم زانو یه خدا دترسه اوا دست خو خراوی دکه او خراوی دوره او پی خرق ناکب او پی مروا ناکب او پی حرامی ناچه اوا ترسو خوفا خواده لمزان ترسو خوفا مروای دو مرو بروا نخواشی آخری مرنه برا ناوی خود پیروز و ام چپ کن وکی آخریا ما خیر و برا ناوی خود بلند و زبور 128 از دغازم بخونم خدای ما چه مرد ویژه
خازی لوان همویت که لجا خدان خوف دکن و ریاوی دا دماشن بله تی خباتا دست خواه بخوی تی خازلی بی او خیری و خوشی دا بی کلفتا تی ناوا مالا تی دا مینا کولا تریا خواهی بر به اولند تی جی دورا سفرا تی مینا آجروی دارا زیتونی بن آواز سروی مروی دا وی آها بباره کی جان که خدان خوف دکن شکر ناوی خدا را گلی خوش برای دلال گلی گدارا آها خدای وی سوی مروی دا ببارینه آخری وی چقای خیر و چمکی او معرف خدای خوف دکه هر گاو بارد که خدای هیه چجی کد دکه خدای دوینه برا خدای چادوی به هوا را چادوی بهاریامه تجار برا چادوی سار نوه سر خبر خدای چمکی ساخه هر در کجی هوی خدای دوینه ام چه دکن بودی هر مروک هر انسان که خدای خلقان که بودی خدای سخار ناس که چجی کد دکه که بار که خدای دوینه برا ناوی خدای مبارک و پیروز و اصلا آخری خبر 50 تا حادثه دویجه دبر خدان جسیون دهال تبکه و تمامی امریت جیان خدا تو خیر برکتی دا اورشلیمی ببینی دبر تو زارت خواهد ببینی شکر ناو خدا را خوش برای دلال ایرو خدای مرا آها تمیز دویجه تگل دیسا دویجه دشت من نخوازه در دوی تو مجبت وکی خدای بترسی دیسا دویجه خدای ترساندن او وکی ام دست خواه خراوی بکن ام خراوی دور ون ایرو ام تنی بای راسته خدای کن ام راسته خدای بگرد ایرو به خراوی که تو کسی تشتر نکه خوش برای دلال برای ناو خدای پیروز و مبارک و اما که ام دعازم بختوار ون آخیام خیر و مال خدای دا هر گاف به دل تمس شکری بنا ناو خدای ام بردان هر گاف بونا ملت خجدها بکن برای بری خدای ملت مداوجی برای ملت مج وگره خدای راست ناس که چا خلاصکار رهیخه امریخه برای هر ما یک جید صد ویژم ام بردارن بونا ملت خواه چمکی اونا خون و گوشت ملت منه برای ناو خدای پیروز مبارک و برای بری خدای ملت مداوه ام هر ما یک چادوی تمامی امریخه ام دل ساخ ون بر خدای راست ون و کی خدای روز آخرت ام بر دیوان آویش رسمی بسنه شکر ناو خدای را آمین ام دعا بکن شکری بنه خدای خواه پادشاه عدلای خدای راستی ام شکری و پسن ناوی تندم بونا روژایی روین خدایو بونا رم و کرمات بونا کریتا قنچ و کی وان روژ آخری دا خدای عدلای تا ایرو اف خبری خواه اف راستی خبر موکری خدایو و کی ام وی راستی تا ناز دکن ایرو ام گازی ناوی تد کن ام خدای ساخت ده هوینم خدای من شکر ناوی تر رب عالمی تو خاطر ناوی خواه کی خاطر قدری خواه کی خدای من تو بری خه مزار نفر دا کومی برا پس ما تو بری خه بدی من ملت من خدای من و کی ام تناس کن هر ما یک خدای من تمامی امری خواه ربی جا ام تناس کن چا خواه خدای خواه خلقتار رهی خواه خدای منی شیرن تو باو رمی تو باو ایصافه خدای من تو خواه سوز خواه باو من هر کسی که بچه دی راستیت بگره و روز آخرت و شرمی نمینه باو رهی من خواه رهی اینسان شکر ناوی ترا ربری من شکر ترا خواه منی شیرن شکر ترا باو من هر گاو ام گازی ناوی تدکن خدای من هگر دیو باو مجمع بهلن دی تو تجار ما به نهیلی خدان چمکی دلکی رمه دلکی ایصافه خدای من تا بونام هر تشتکیه خدای من تا تای خی تای تنی بونام دا خدان تیکو هر تشتی بونام بکی خدای عدلای شکر ناوی ترا و هزار شکر هزار پس ناوی ترا و هر بین بری سردن پس ناوی تا بده چمکی تو هجای شکر و پس نای بابو که رهی پیروز آمین خوایم عیساس نحس دکم گازیات واس قبول دکم خدان مسیح از حشتت کم گازیات واس قبیل دکم اسما شوق هاتنا تما
جبوه روژه گلک شامه از ما شوقه هاتنا آتمه جبوه روژه گلک شامه عيسى مسيح بلا زنا ورحم بخاملنا خدا مسيح بلا زنا ورحم بخاملنا حشكرنا تا چند شيرنا الهبيات ما دزورايا حشكرنا تا چند شيرنا الهبيات ما دزورا خوايم عيسى استحاز دكيم قازيات واس قبول دكيم وعيسى مسيح واس حاشتتكيم وقازيات واس قبيل دكيم واسما شوقي هاتنا آتما جبوه روژه گلک شامه واسما شوقي هاتنا آتما بوه روژه گلک شامه Слава Богу, дорогие братья, сестры и верующие гости. Мы от начала собрания слушали очень много полезных слов для нас, для нашего назидания, для нашего оправдания, для того, чтобы мы приходили к покаянию перед Богом за всю свою жизнь, за свои дела, потому что сегодня Господь именно этого и ждет. И как и написано в Слове Господнем, книга Исаия написано, что «Так и слово мое, которое исходит из уст моих, оно не возвращается ко мне тщетно, но исполняет то, что мне угодно, и совершает то, для чего я послал его». Слава Богу. То есть то, что от начала мы слушали, она тщетно к Богу не возвратится. Она все равно сеется в сердца людей, которые слушают. Может быть, человек этого не замечает, как и в другом притче написано, что она сама растет в этой земле, и приходит какое-то время, его уже видно, начинает расти, потом принести плоды. Слава Богу за это. Мы все, слушая это слово в свое время, когда Господь нам открылся, и постепенно Он привел нас к тому истинному, к искреннему покаянию перед собой. Слава Богу. Я хотел бы прочитать очень важные места для нас. Это будет прочитано после молитвы, а потом мы будем молиться за нужды, которые народ Божий просил, чтобы помолиться. Значит, первое место я хочу читать Деяния апостолов. Это 10 глава, я буду читать половину 6 стиха. Это тогда, когда ангел Божий является Корнилию. Мы знаем, что Корнилий это от языческого народа. Это не народ Божий, не из народа Израиля, это был языческого народа. Ангел Божий является ему и называет адрес, говорит: пошли по этому адресу людей и призови Симона, Петра, и он скажет слово: спасешься ты и весь дом твой. Слава Богу. Вот это слово как будто дает нам цель в нашей жизни, потому что это слово не только спасает нас. Почему-то здесь говорится, что спасешься ты и весь дом твой. Слава Богу. Как будто это идет спасение для всей нашей семьи, где мы проживаем, с нами наши дети, жены, мужья и еще кто-то. И это слово для них тоже, потому что было сказано, что спасешься ты и весь дом твой. Слава Богу. Я буду читать, значит, Евангелие от Матфея, 1 глава,
буду читать с 1 стиха. Знаете, обычно те люди, которые читают Библию, они очень часто не обращают на это внимания, потому что там очень многие имена написаны, кто кого родил. Даже после того, когда это читаешь, очень трудно запоминать хоть несколько имен. Но суть в том, то, что я сейчас прочту, и мы поймем, в чем было то, что я хотел сказать. Значит, 1 стиха я буду читать. Написано родословие Иисуса Христа, сына Давидова, сына Авраама. Авраам родил Исаака, Исаак родил Иакова, Иаков родил Иуду и братьев его. И дальше идет вот это все перечисление. Она приходит уже, я буду читать уже конец всего этого, как будто 16 стих, и написано: Иаков родил Иосифа, мужа Марии, от которой родился Иисус, называемый Христос. Там идет перечисление, кто кого родил. И вначале было прочитано, что это родословие Христа. Мы знаем, что Христос церковь родил на этой земле. Мы знаем, что Христос когда-то сказал, что вы радуетесь тому, что ваши имена написаны на небесах, то есть в книге жизни пишутся наши имена. Родословие Христа, она не останавливается. Такой ли есть церковь на земле? Пока есть двери благодати открыты, это книга, то есть книга жизни, это родословие Христа, она пишется, продолжается. Но пришло время, как будто дошло очередь до меня и до тебя. Кого я родил? Сегодня вопрос прямой ко мне и к тебе. Очередь дошло до меня. Пишется мое имя в родословии Христа, следующий идет, кого я родил. Продолжается мною род святых. Родословие Христа, она продолжается или все-таки она останавливается мною? Что я делаю для того, чтобы этот род, он продолжался? Или моя жизнь, она приводит к тому, что мною это все уже останавливается, я как будто последняя. После меня не пишется имена моих сыновей, имена моих детей, которые после них должны написаны уже имена их детей, и дальше должен быть род святых продолжаться, братья и сестры. Возможно, что мы на это не обращали внимания, мало думали об этом, но, знаете, от этого зависит чуть не ли вся наша христианская жизнь, потому что есть многие вещи, за которых мы должны нести ответственность перед Богом. Тем более туда приходят и наши дети, те люди, которые в наших домах живут. То, что Господь нас призвал к покаянию, и возможно, что мы не проявили тот соль, тот свет, чтобы они следовали за той же верой, за тем же Христом. Слава Богу. И я в книге «Бытие. Исход», там, знаете, есть очень такое интересное определение, когда Господь выводит народ Израиля из Египта, Он туда отправляет Моисея, и поведение Моисея, она напрямую относится к тому, как он себя ведет, как он себя повел, что не оставил ни одного израильтянина в Египте. То есть все они оттуда вышли. Как он себя повел, как он имел общение с тем врагом того времени, это царь, это фараон Египета, как он имел общение с ним и не давал, чтобы там не остался ни один израильтянин. Я хочу прочитать эти места, значит, книги Исход, 5 глава, я буду читать с 1 стиха, когда они первоначально идут к фараону и донести до него волю Божию. Написано так: «После сего Моисей и Аарон пришли к фараону и сказали: так говорит Господь Бог Израилев, отпусти народ мой, чтобы они совершали мне праздник в пустыне». Но фараон сказал: кто такой Господь, чтобы я послушался голоса его и отпустил Израиля? Я не знаю Господа, и Израиля не отпущу. Они сказали: Бог евреев призвал нас, отпусти нас в пустыне на 3 дня в пути, принести жертву Господу Богу нашему, чтобы Он не поразил нас язвою или мечом. Слава Богу. То есть здесь так-то просто, скажем, такой диалог идет. Они идут от имени Господа, говорят: слушай, нам Господь сказал, чтобы ты отпустил Израиль. Наша цель, наша задача в том, что мы просто пришли, тебе сказали. А что будет дальше, мы этого не знаем. Но что будет, то это будет делать тот Господь, который говорит: отпусти Израиль. Знаете, как бы и мы в этом видим самих себя. Я хочу, чтобы мы все себя там видели.
что такое наша задача, что мы должны делать и что будет делать Господь. Наша задача, чтобы сказать «отпусти Израиль», потому что так говорит Господь. А то, что Бог будет дальше делать, это уже Божие дело. И когда Он не соглашается, и Господь начинает показать свою силу, приводит к казни и суды над Египтом, а для израильтян это были чудеса. И по мере вот этих казней, этих судов, этот фараон местами показывает свою слабость, как бы свою слабость показывает, и в этом, конечно, испытывается и Моисей, и весь Израиль. Возможно, что кто-то, видя вот иногда вот эти слабости нашего врага, он на этом останавливается. Но я сейчас буду читать эти места, в нем сокрыты, закрыты именно вот эта хитрость фараона, хитрость нашего врага. Некоторые, к сожалению, как будто поддаются этому. Я хочу эти места прочитать для нас. Значит, после того, когда уже Господь показывает свою силу, великую силу божественную, Он начинает наказывать египтян. А фараон, видя, что гибнет народ, что ничего в Египте уже не остается, уже чуть-чуть, уже он просто потеряет свое царство, свое влияние над этим народом, и он как будто показывает, что он якобы соглашается. И дальше, значит, 10 глава, с 8 стиха написано так. «И возвратили Моисея и Аарон к фараону, и фараон сказал им: пойдите, совершайте служение Господу Богу вашему, кто же и кто пойдет». То есть фараон как бы соглашается, но он хочет договариваться с Моисеем. Говорит: я вас отпущу, вы идите, что вы хотели, но я хочу знать, кто из вас пойдет. Кто из вас пойдет на это служение? А дальше написано: «И сказал Моисей: пойдем с нашими малолетними нашими, стариками нашими, сыновьями нашими и дочерями нашими, и с овцами нашими, и с волами нашими пойдем, и у нас праздник Господу». Здесь я хочу, чтобы мы обращали очень серьезное внимание. Моисей здесь называет все, что у них есть. Он не оставляет ничего. Он говорит: если мы идем на служение Богу, то мы с собой возьмем все. Туда пойдут наши дети, туда пойдут старики, наши жены туда пойдут, и туда пойдет весь наш скот, все наше имение, все наше богатство. Мы все это будем брать и идти в этот трехдневный путь, чтобы служить Господу Богу нашему. Потому что если я служу Богу, значит, в этом должен быть и войти в это служение и весь дом мой. Дальше что говорит фараон? Фараон сказал им: пусть будет так, Господь с вами, я готов отпустить вас. Но зачем с детьми? Видите, у вас худые намерения. Нет, пойдите одни мужчине и совершайте служение Господу, так как вы сего просили. И выгнали их от фараона. Здесь, говорит фараон, показывает свою хитрость. Он как бы с одной стороны соглашается, показывая свою слабость, но в этом слабости есть его большая победа. Он говорит: пускай идут туда только одни мужчины. И, к сожалению, я скажу, что есть такая категория людей, которые на служение Богу идут только одни мужчины. Они как будто согласились, как будто договорились с фараоном, что все, что у них есть, они все это оставят в Египте, но только одни мужчины пойдут на служение, на жертвоприношение Господу. Брат и сестра, возможно, что ты сегодня видишь себя спасенным человеком среди спасенных людей, среди Божьего народа, но уже забыл или уже не думаешь о том, что у тебя в твоем доме, в твоей семье очень много людей не следует за Господом. И это, на самом деле, это есть цель врага нашего, как это в то время была цель фараона. Он отпустил тебе одного, говорит: иди, а все, что у тебя есть, все это осталось для фараона, это осталось в Египте. И враг, он очень хитрый. Он знает, что если мы что-то оставим здесь, если что-то ценное для нас, если это все останется здесь, когда-нибудь мы за этим вернемся. Из-за этого он показывает свою слабость, но в этом духовные люди видят большую победу дьявола. Он говорит: идите одни мужчины.
но пускай ваши имения, ваши дети, ваши жены, они пускай все останутся в Египте. После того Господь опять ожесточает сердце фараона, и он опять не отпускает народ Божий, потому что Бог испытывает еще и притом и народ свой. Как они дальше будут себя вести, как они дальше будут воевать в этой молитве, в просьбе пред Богом, чтобы всех можно было бы вывести из Египта. И дальше уже чуть ниже, когда Господь показывает свои казни, свои суды над Египтом, опять усиливает фараон, как будто тут опять показывает свою слабость. Из 24 стиха буду читать. Фараон призвал Моисея и сказал: «Пойдите, совершите служение Господу, пусть только останутся мелкий крупный скот вас, а дети ваши пусть идут с вами». Вот смотрите, опять как будто хочет договариваться. Я согласен, как будто, идите вы все в церковь, и детей ваших с собой забирайте, но только ваш мелкий крупный скот, они пускай останутся в Египте. То есть это тоже есть одна категория людей, которые, возможно, они своими детьми, жены, мужья, они все находятся в церкви, они радуются, они видят себя среди спасенных народов, но их мелкий и крупный скот, они остались в Египте. Они не могут своим имением служить Богу. И то слово, которое мы читали, что ангел Божий сказал Корнилию, что тебе будет сказано слово, и спасешься ты и весь дом твой. Мы здесь видим, как будто это слово не идет к полному исполнению. Что надо делать дальше? Конечно, изучая вот книги «Исход», мы понимаем, что дальше надо бороться. Дальше надо бороться и ни в коем случае не соглашаться и не договариваться с фараоном. Надо передать ему то, что сказал Господь. Потому что то, что будет делать дальше, Господь будет делать. Слава ему. Написано дальше: «Но Моисей сказал: дай также в руки наши жертвы и всесожжения, чтобы принести Господу Богу нашему. Пусть пойдут и стада наши с нами, не останется ни копыта, ибо из них мы возьмем на жертву Господу Богу нашему, но доколе не придем туда, мы не знаем, что принести в жертву Господу Богу». Слава Богу. Моисей говорит: мы здесь ничего не оставим. Мы заберем с собой все, потому что если мы пойдем на то место, мы не знаем, что будет спрашивать нас Господь, что для Него жертвовать. Возможно, Он будет спрашивать самое ценное, но оно такие есть. Самое ценное, то, что есть для меня и для тебя, будет Господь просить именно это, чтобы принести в жертву. Возможно, нам страшно об этом думать. Возможно, мы даже не хотим, чтобы это все проходило через наши мысли, что когда-нибудь Господь именно это попросит. Но пойми правильно, Господь именно будет просить вот это: принеси мне в жертву. Возможно, это твои молодые годы. Возможно, это твое богатство. Возможно, это что-то тайное, то, что ты на него надеешься, что в день трудный тебя спасет. Вот именно это Господь будет просить принести в жертву. Из-за этого Моисей говорит: так как мы не знаем, что мы будем ему принести в жертву, из-за этого мы все заберем, потому что все, что мы имеем, это все ему принадлежит. Слава Богу. Но здесь мы уже не будем читать много. Он опять ожесточается, его сердце, Господь ожесточает его сердце, он не отпускает. Он опять не отпускает, потому что Бог хотел показать свою великую силу над египтянами. И дальше уже в 12 главе я буду читать 29 стих. Написано: «В полночь Господь поразил всех первенцев в земле египетской, от первенца фараона, сидящего на престоле своем, до первенца узника, находившегося в темнице, и всех первородных из скота». Слава Богу. Написано, что Господь поразил. Ни Аарон, ни Моисей. Это дело Божие, братья и сестры. Но у Моисея и у Аарона у них была своя часть служения в этом. Им надо было только пойти и сказать, что мы ничего не оставим, и Господь говорит: отпусти. А те это великие чудеса, вот эти суды, они от Бога исходят уже. Нам не надо с ними воевать. Нам просто надо сказать и не соглашаться, ни в коем случае не соглашаться, чтобы наши дети, наши жены, наши мужья, они все пошли за Господом. Старики, там все написано, и все наши имения, которые у нас есть, чтобы это все служило Господу.
Дальше читаю. «И встал фараон, написано, ночью сам, и все рабы его, и все египтяне, и сделался великий вопль в земле египетской, ибо не было дома, где не было бы мертвеца». Это на самом деле это страшно, но это делает Господь. Он делает для того, чтобы спасти народ свой, братья и сестры. Это исходится от того, насколько был верен Моисей, что он не соглашался, он никого не оставлял. Он говорит, мы все заберем и всех забираем. И дальше начинает действовать Господь. Читаю дальше. «И поразил фараон, и призвал фараон Моисея и Аарона ночью и сказал, встаньте, выйдите из среди народа моего, как вы, так и сыны Израилевы, и пойдите, совершайте служение Господу, как говорили вы. И мелкий крупный скот ваш заберите, как вы говорили, и пойдите и благословите меня». Смотрите, уже никто не ожидал, что такое произойдет, об этом не знал до этого ни Моисей, ни Аарон, никто не знал, тем более не знали египтяне, что такое может произойти, что в итоге они согласятся, что отпустят, говорит, заберите всех, заберите все, только уходите отсюда. Слава Богу. Но еще он говорит, и дальше он говорит, и благословите меня. Это фараон говорит, и благословите меня. Знаете что? Это не наше дело. Мы, конечно, знаем того, чтобы не благословлять того врага, который хочет нашей гибели. Мы знаем, что если кого-то проклинает Господь, мы не можем этого благословлять, братья и сестры. Из-за этого наши нужды, наши вот эти вопросы, то, что у нас иногда возникает, мы не понимаем иногда, как себя вести. Вот Священное Писание нам все подводит к тому, чтобы мы правильно себя вели. Чтобы мы, как Моисей, как Аарон, чтобы мы были как будто в проломе за то, что спасти весь народ свой. Чтобы были спасены все те, которые находятся в наших домах. Слава Богу. Аминь. Мы сейчас будем молиться за нужды. Значит, прошлое воскресенье просили, чтобы за их нужды молиться. Я буду читать эти имена, и мы будем молиться. Диана просила, Артем просил, Гаяне, Мари, Миша, Эрика, Авраам, Амик, Алик, Эмир. Может быть, еще кто-то. У них есть нужды, они очень похожие. В основном это для покаяния, может для исцеления, для обращения, для освящения. Мы сейчас за все это будем молиться. И не забудем своей молитвы то, что если сегодня наши имена, они написаны в книге жизни. После этого что будет написано? У нас идет этот труд в наших домах. Мы имеем вот такое дерзновение и такую твердость в вере говорить врагу нашему, что мы ничего в Египте не оставим. Мы будем служить Богу всем то, что мы имеем. Это будут наши жены, наши мужья, это будет наше богатство, это будет все мы, как и Иисус Навин сказал, «Я и дом мой будем служить Господу». Аминь. Будем молиться. Благодарим Тебя, Господь. Я благодарю Тебя, Боже, за то, что Ты слышишь наши молитвы, Господь, за то, что Ты даешь нам эту мудрость, Боже, как нам бороться с тем врагом, который хочет губить нас, Боже. Ты благослови нас, чтобы мы никогда не договаривались с ним, хотя он порою показывает свою слабость. Якобы мы видели, что мы победители, у нас есть победа в этом, Боже, но мы те, которые имеем мудрость Духа Святого. Мы видим, насколько он ведет себя хитро, Боже, насколько себе он ведет как бы так, чтобы обмануть нас, Господь. Но мы, те люди, которые способны слышать голоса Духа Святого, Господь, мы благодарим Тебя. И мы просим, Боже, чтобы мы до конца были твердыми, чтобы мы никогда не соглашались, если я сегодня в церкви нахожусь, если я сегодня среди спасенных народов, но моя семья, она не следует за мною, Господь. Я буду до конца бороться, я никогда не буду соглашаться с ним, Господь. И если вдруг и моя семья, Господи, будет иметь
им эту победу, и они пойдут в церковь, Господь, и они будут наследовать, Господь, то, что Твои святые наследуют. Но будет еще одна важная часть, Господь. Возможно, что у меня будет что-то ценное в этом мире, Господь. Может быть, это будет мое богатство. Может быть, это будет что-то другое, которого я не хочу даже в этом признаться и думать даже, Боже. Вдруг Ты попросишь, чтобы и эту принести в жертву для Тебя. Как Ты когда-то Авраама сказал, что приноси Исаака в жертву. Это был самый дорогой для него, Боже. И он этого сделал, Господь. Из-за этого он стал отцом веры, Боже. И мы сегодня следуем за этим, Боже. Благодарим Тебя. Слава Тебе, Отец, Сын и Дух Святой. Аминь. Отче наш, сущий на небесах, да святится имя Твое, да приедет царствие Твое, да будет воля Твоя, и на земле, как на небе. Хлеб наш насущный подавай нам на каждый день, и прости нам долги наши, как и мы прощаем должникам нашим. И не веди нас в искушение, но избавь нас от лукавого, ибо Твое есть царство, и сила, и слава во веки. Аминь.